պատվաժան դատարան բացառ եթե դատարանը մերժի կարող է Ինչպես? Եթե դատարանը մերժի կարող է Դե իմանաց ինչի մասին է Բաժի բնական Հրապարակյան հետո գրավոր տարբերակը տրամադրել Այսպես Պատվաժան դատարան Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային իրավունքից որվում է, որ դատարանը պետք է լինի օրենքի հիման վրա ստեղծված դատարան Պետք է լինի անկախ դատարան, դրա մասին ասել է Քեբելը և Ֆեյքը, հայտնի իրենց 78-72 բարբերությունները, այդ թվում նաև անաչա, Ֆիրսեկն ընդդեմ Բելգիայի։ Ավելին, մենք պետք է դատական պաշտպանության երաշխիքները զգանք, քանի որ դատարանը միակ տեղն է, որտեղ պետք է լինեն կողմերը պաշտպանված։ Հոգան ընդդեմ Ռումինիայի 2019 թվականի որոշմամբ սահմանվել է նաև դատավորի վարքագծի մեջ Դատավարության նկատմամբ անհետաքրքրություն եզրույթը, որը սույն դատարանում ես համապատասխան որոշման մեջ արձանագրել եմ նաև ընթացիկ երբեմն երբեմն։ Երբ խաղամիջոցի օրինակ քննարկման ժամանակ մենք վիճարկում ենք կալանքի հիմքերը եւ պայմանները, դատարանը փաստորեն մեր դիրքորոշումներին որևէ կերպ ուշադրություն չի դարձնում։ Հակառակ դեպքում անցած դատական նիստին, երբ վերաքննիչ դատարանի կողմից որոշումը ստացվել է, մեր հրապարակումից հետո է եղել, թե ինչպես է դատարանին հասուն դարձել, թե եկել է դատարանի վարույթ չգիտեմ, բայց դատարանը հարցեր էին զողել այդ ուղղությամբ, արդյոք ես վիճարկել եմ նախորդ դատական նիստի ժամանակ, այսինքն խաղամիջոցի ժամանակ ողջամիտ ժամկետների առհասարակ հարցը։ Սույն դատարանի վարույթի մասին երբեք խոսք չի եղել, չի լինելու։ Բայց միանշանակ ես միշտ վիճարկում եմ մեղադրանք առաջադրելուց սկսած, կալանքի վերցնելուց սկսած, մինչև այս օրերը։ Պատվարժան դատարան, այսինքն գետ մեկ խափամիջոց չկա, որ ես այդ հարցերը չբարձրացնեմ։ Ինչ ասում, դատարանը ունեցել է անհամաձայնություն, ինձ համար դա ուղղակիորեն անթույլատրելի է, ես դա չեմ կարող ընկալել, որովհետև Եվրոպական կոնվենցիան ընդգծում է իր նախադեպային իրավունքով, որ առանց այդպիսի առհասարակ ձգձգումների արդարադատության իրականացնելու կարևորության մասին, որը կարող են վերաբերվել դրա արդյունավետության և ճշմարտացիության վրա։ Ինչ չափանիշներ է առհասարակ սահմանել, ես հիմա հատ-հատ չեմ կարդալու այդ չափանիշները, միայն ամենակարևորը, որի հետ կապված անցած դատական նիստին մենք փոխադարձ անհամաձայնություններ ունեինք, այն է, որ ժամկետը, որը պետք է հաշվի առնվի, սկսվում է այն օրվանից, երբ անձին մեղադրանք է ներկայացվում։ Այն կարող է նաև սկսվել անձի ձերբակալման պահից 1968 թվականի հունիսի 27-ի վճիռ գանգա թիվ 21-22-64, այսինքն տվյալ վեճը առհասարակ իմ հետ չի, տվյալ վեճը օրենքի կարգավորումների հետ է, իսկ դա արդեն ինձ համար դատարանի կողմից բացարկի հիմքեր է առաջացնում։ Այսինքն դատարանները առհասարակ պետք է որոշեն վարույթի ողջամիտ ժամկետների տևողությունները, սկսած այն պահից, երբ որ անձը վերցվում է անազատության։ Ավելին, մեկ այլ նախադեպով Ռեննդեն Սասեքսի դատավորների առհասարակ գործող Մաքքարդիի օրինակ 1924 թվականի Անգլիայի դեմ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ արդարադատությունը պետք է ոչ միայն իրականացվի, այլև պետք է լինի տեսանելի, որ այն իրականացվում է։ Այսինքն մեր դատավարության մեջ տվյալ բացակայությունը ես արձանագրում եմ, որովհետև եթե կարևորագույն դետալը ողջամիտ ժամկետները, որը պայմանների հաջորդ քայլն է, չի արձանագրվում, իսկ դրա մասին վերաքննիչ դատարանը փաստացի արձանագրել է եւ կողմը բողոք չի տալի, ես նույնպես, ուրեմն դա մեզ համար տեսանելի չի։ Երկրորդ խնդիրը, որ մենք տեսել ենք, դատարանի որոշում 14 ապրիլ 26 թվական։ Վլադիմիր Դավթյանը ըստ արձանագրության հայտարարել է մեղադրյալ, այսինքն դատավորն է արձանագրել որոշման մեջ։ Մեղադրյալ Վլադիմիր Դավթյանը հայտնելով դիրքորոշում նշեց, որ ինքը տարիներ շարունակ կալանքի տակ է, սակայն խնդրում է արդարադատություն, որպեսզի գոնե իր պատժի կրման կարգը փոխվի եւ առնվազն զբոսնելու ժամերը շատանան։ Իսկ ինչ վերաբերում է կալանքի պահպանմանը, ապա իր ընտանիքի անդամները արտերկրում են գտնվում եւ եթե պետք է գնա իր տանը միայնակ կրի խափամիջոցը, ապա համաձայն է,
որ այն կրի ՔԿ-ում, քանի որ գոնե նման պայմաններում անձանց հետ շփվելու հնարավորություն ունի։ Մինչդեռ վերջինս բառացի հայտարարել է. Ես հիմա դատարանին կխնդրեմ, անցածի ժամանակ եմ ասել, որպեսզի թողնի ամփոփող այն պատճառով, որովհետև իմ ընտանիքի անդամները գտնվում են Հայաստանից դուրս, հիմա տարբերություն չկա, Բերդում ավելի լավ է, մնացածն էլ այն է, որ այստեղից սկսվում է իմ անհամաձայնությունը, որտեղ սա առանցքային է։ Որ ես միշտ ասել եմ, որ օրենքի շրջանակներում ես իմ արածին տեր եմ, ոչ տնային կալանք եմ ուզում, ոչ էլ այն, ոչ էլ այն, բայց օրենքի սահմաններում իմ արածի համար ինձ դատեք 10 տարի կամ չգիտեմ, քանի տարի է, ինչքան որ օրենքն է, ոչ թե այսքան տարիներով, 9 տարի է, ասենք, ես սա օրը ճամփեքին եմ գնում դատի գալիս, եթե օրենքով խոսեինք, իմ վաղաժամկետի իրավունքը խախտվել է, եթե ես հիմա դատված լինեի, իմ պրագունկա ոչ թե պիտի մի ժամ լիներ, այլ 2 կամ 3 ժամ, ու նմանատիպ լիքը բաներ։ Ես իմ ներվերի հաշվին այսքան տարի չի լինի, գնում եմ գալիս եմ ներվայնանում, մի ավել բան անենք դատարանում, խնդրանք կա, որ լիներ բացառապես օրենքով։ Ես երբեք պատվեր չեմ կատարել կամ որևիցե մեկի համար գործիք չեմ եղել ու հետագայում էլ չեմ անի, ես նման բաներ ու նաև փաստաբանը բաներ կան, ասենք ապացուցումը, որ նման բան չկա, որովհետև դրել են, փորփրել են, իրանքել են տեղյակ, որ շատ դիտական որևիցե բան չկա, դա լինի գումար, դա լինի որևիցե գույք, կամ այն, հիմա այդ որոշել են, ասեն խոսքի հավատարմության համար մարդ չի գնում 15 տարի կամ 10-ից ավել, սրոք հավաքում, ինչա վահագին կամ որևիցե մեկի հավատարիմ լինի։ Խոսքի հետ ընդամենը ապուշ տուպոյ մարդը նման բան կարանի, Բերդում էլ խոսքի այս 9 տարի է իր ընտանիքի կամ հարազատների խոսքի տանջի, հազարավոր մարդկանց հետ էլ դուշման դառնա, էդի մի քիչ ասենք իրատեսական չի, ասենք խոսքի ես գալիս եմ դատերին, ոչ հիմարի տպավորություն եմ թողնում, որևիցե մեկի մոտ կամ չգիտեմ ադեկվատ չի լինում, ուրեմն հոգեբուժական մի հատ բան նշանակեք, թող տանեն ստուգեն, կարող է ասենք ապուշ եմ իրոք, ես չգիտեմ, բայց զուտ խնդրում եմ, իրոք, վիխը չկա, եթե որ մի բան չեմ արել, ես կյանքում իմ արածին տեր եմ, թե օրենքի տեսանկյունից, թե դուրսը ցանկացած երկրում, ով ուզենա ռաստվի, ես կյանքում զատնի չեմ դրել, ոչ մի անգամ չեմ էլ դնելու, գեներալ չէ, ուզում եմ մարշալ խառնեն, բայց եթե այսինքն ընդհուպ մինչև մեր կողմից բարձրաձայնած այն հարցերը, որ հիմնավոր կասկածի տեսանկյունից միշտ վիճարկում ենք, մի բան էլ ավելի բարձր շեմ ունեցող, այդ թվում նրա պայմանական վաղաժամկետի խախտման հետ կապված ողջամիտ ժամկետների հարցն է բարձրացնում, Վահագն Հարությունյանի կողմից դրա հարադիտավորությամբ ասում գեներալ չէ, ուզում եմ մարշալը լինի, այսքան մարդը ապացույցներին է հղում տալի, շարունակելով նշեմ, շարունակում է, բայց եթե մի բան չի արել, ու մարդուն խեղդելով չի չարած բանի համար ես պիտի այսքան տարի տանջվեմ, կամ թեկուզ օրինակի համար ինչ մարդիկ խոսքի ես չգիտեմ դրա մասին տրամադրված են Վահագնի նկատմամբ, Վահագնը մեղավոր է, որ մենք քավոր սանիկ ենք, ես մարդ եմ սպանել կամ ես ինչի եմ մեղավոր, ասենք իմ հանդեպ տրամադրված լինելը, ես պիտի այսքան տարի տուժեմ, ես այս 9 տարի անորոշության մեջ սպասումի մեջ ու շատ բան չեմ խոսում, մի հատ մեծ մաֆիայի դեմ ենք մենք պայքարում, ամեն ձև ու խոսքի նենց չի, գեներալի տղա եմ, նախարարի տղա եմ, ոչ միլիարդ հատեր եմ, ասենք խոսքի հույսը ենա, մենակով, ամեն ինչը մենակով, զուտ մարդկային խնդրանք սա, արած բանի համար ինձ դատեք, ես այս մարդուն էլ Վահագնի մասին է ասում, դեպքից ասել եմ, որ ոչ մի բանի մեջ մեղավոր չի, չի էլ կարա լինի, որովհետև նման ձևի պատվեր չի տվել, եթե ես պատվեր կատարող լինեի, ես գիշերով կխփեի, կփախնեի, այդքան ասել եմ, ինձ սպառնացել է, ես բաժնում եմ շեշտել, քննիչները որից ասել են, որ օրերին է, օրը ես հստակ չեմ հիշում ու հետո ինչ են պարզել, որ իբր Կամո Փիրուզյանը հատել է սահմանը, հունիսի 12-ի գիշերը հետո դատարանում վկայինել ենք հարցաքննում, իրականոչը իրանք էլ են ասում, որ մի քանի օր առաջ է եկել, մսավաճառն էլ ասաց, որ մի քանի օր առաջ Կամոին Ալավերդիում տեսել է,
Ես ոչ խաբելու բան ունեմ, ոչ են, արել եմ, պատրաստ եմ օրենքի շրջանակներում պատժվել, ոչ մի խաբական միջոց, ոչ մի բան չեմ ուզում։ Այսինքն տրամաբանորեն ճիշտ հակառակը, քանի որ դատավորի արձանագրածից տպավորությունը, որ վերջինս արդարադատություն պահանջելը, ուղիղ կապում է շուտ դատվելու հետ եւ իրեն միայն հետաքրքրում է իր զբոսանքը, սակայն վերջինս բարձրաձայնում է այն, որ այսքան տարիներ դատական համակարգի պատճառով փաստացի զրկված է պայմանական վարաժամկետի համար դիմելու հնարավորությունից, քանի որ սույն վարույթը փոխվել է արդեն իսկ վարույթով 10 դատավոր եւ անձը 10 տարի է դեռ դատաքննության փուլում է եւ արդարությունը չի հաստատվել։ Այսինքն հստակ վիճակում արդար դատաքննության ողջամիտ ժամկետները, որը ունի բացասական հետևանք, այն է վերջինս ընդունելով առասարակ, որ կատարել է քրեական օրենսգրքի ներողություն պակ է, օրենսգրքի 155 հոդվածի ներկայիս առաջի մասով իր կողմից կատարված հանցանքը դատապարտված լինելու դեպքում կօգտվեր այլ ռեժիմով պատիժը կրելու իրավունքից, կդիմեր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար։ Հիմա մեղադրողի դիրքորոշումների մեջ դատանը արձանագրել է, որ տուժողի ներկայացուցիչը ցանկացել է ցուցմունք տալ։ Այդ թվում իմ վերաբերյալ դիրքորոշումը ես նման նախադասություն եթե ասեմ, Պաշտպան Ծառուկյանը նշեց, որ թեև ապացույցների բովանդակային ուսումնասիրություն չի կարող լինել, սակայն դա պետք է կատարվի հերքելու դատավարական հակառակորդի կողմից առաջ քաշված հիմքերի առկայության վերաբերյալ միտքը։ Ես այս նախադասություն եթե ասեմ, ես իմ լիցենզիան վայր կդնեմ։ Բայց քանի որ ինձ չեմ անդրադառնում, շարունակենք մեղադրյալ Վահագն Աբդարյանի մասով։ Վահագն Աբդարյանի մասով արձանագրվել է, որ հայտնելով դիրքորոշում նշեց, որ խոսակցությունների միայն կեսն է ներկայացվում, հանրային մեղադրողը եւ մասնավորապես այն կեսը, որը հիմնավորում է իր մեղավորությունը, ինչը անթույլատրելի է։ Սա ըստ դատարանի արձանագրման։ Մինչդեռ ճիշտ հակառակն է, քանի որ ողջ դատավարության ժամանակ շեշտվել է բառացի հետևյալը։ Պատվարժան դատարան, չնայած ես ցուցմունք եմ տալու, ես իմ ցուցմունքով մանրամասն կասեմ, ես 8 տարի ցուցմունք չեմ տվել, առաջի անգամ եմ տալու, միանում եմ փաստաբանից, մենակ 2 բառով էլի կարճ ասեմ, որ պարզ լինի, որ այն ինչ որ վերաբերում է նախորդ դատական նիստի ժամանակ խոսակցություններին, որ լսեցինք, եթե վերցնում ենք, որ Հարությունյան Վահագը սելեկցիա է արել այս խոսակցությունը, ինքը սելեկտիվ ձևով մոտեցել է, ասում են Թաթուլ Շրանյանին կաշառք է տվել, բայց Թամազյանին նվեր չի տվել, ասում է Աղվան Հովսեփյանին $3000 տվեք, էդի ստից բան է, որը պետք է իրենց օգտագործեն, որը պետք չեն օգտագործում, որովհետև այս խոսակցություններից ինչ է հասկացվում, որ 100 մարդու անուն ազգանուն կա, բայց այն մարդկանց վրա է գործ սարքվել, ովքեր Հարությունյան Վահագի մասին, օրինակ այդ հանդիպումը ենթադրաբար եղել է Թաթուլ Շանյանի, Արտակ Հովհաննիսյանի մեջ, այդ ժամանակ Արտակ Հովհաննիսյանը Թաթուլ Շանյանին չի ճանաչել, Թաթուլ Շուշանյանը չի ճանաչել Արտակ Հովհաննիսյանին, Արտակ Հովհաննիսյանը եղել է գործող փոխգնդապետ, ինչքան հիշում եմ ՄԳԳ-ում, կարևորագույն գործերով քննիչ այդ ժամանակ աշխատող, Թաթուլ Շանյանը եղել է այդ ժամանակ, այդ հանդիպման ժամանակ եղել է գործող վարչության պետ, ինչ խոսակցություն, ինչ է, եթե ենթադրաբար իրանց ասելով ես ցուցմունքովս սաղ կանրադառնամ, դուրս է գալիս, որ Վահագ Աբդարյանը Թաթուլ Շանյանին կաշառք է տվել, Թաթուլ Շանյանը այս մեղադրանքի կաշառակերն է, Վահագ Աբդարյանը կաշառք տվողն է, երկու հոգի իրար հետ խոսում են, որ կաշառքը Հարությունյան Վահագը վերցրել, ապօրինություն կարան անեն կաշառակերն ու կաշառք փող տվողը խոսում են ուրիշի կաշառքի մասին, թե մտածեն ոնց անեն սրատակից դուրս գան։ Մի հատ էլ Թաթուլ Շանյանին ասի, այ Թաթուլ ջան, այդ փողերը տվել եմ քեզ, ոնց անենք հետ բերեք։ Կա գումարային խոսակցություն, չկա մի հատ գումարային խոսակցություն։ Արտակ Հովհաննիսյանի այդ խոսակցությունը անգամ բոլոր վերծանումները կան, վերմոն չի եղել։ Հարց է տրվում, Արտակ, սրանք ոնց դուրս կգային։ Այս մարդիկ ասում է լուսոյով, ասում է ամբողջ օրը իրա մոտ է, նույնիսկ մենք քննիչներով չենք կարող մտնենք, մենակ ըստ Արտակ Հովհաննիսյանի, մենակ դա կարա մտնի ու ավել բան է դրա մասին խոսում, սա մի կողմ եմ դնում, պատվարժան դատարան, դրա մասին չեմ ուզում անդրադառնամ, բայց քննության առարկա ինչի համար դա չի արվում, ինչի համար դա չեն քննել,
Պրիտոմ են պարագայում, որ հակահետախուզությունն է, ասա պրասլուշկար է, ուրեմն բենզինից դեր սարքող Կամո Փիրուզյանի սպանությունը երկրի համար ավելի անվտանգային խնդիր է եղել, քան գործող վարչության պետ ներողություն ու քննչական քննիչին, որը Վահագն Հարությունյանի աշխատողն է, ասում են Վահագն Հարությունյանը փող ա եկալ է $100,000, որ ես պես գործը սարքի, ես ձեզ մի հատ դեպք եմ ուզում պատմեմ, որ այդ դեպքից հետո եմ ես այս ամեն ինչը։ Ես ոչ մի անհանգստություն չեմ ունեցել, իմ անհանգստությունը մենակ այս սարքոցին է, ասի նա եղել, որովհետև եթե թեկուզ վերցնենք օրինակ, հարց եմ տալի, օրինակ ըստ մեղադրանքի Արտակ Հովհաննիսյանին ասում եմ, ոնց են սարքելու, կարան իմ վրա պատվեր դնեն, ասում եմ կարան, սա ամեն ինչի ընդունակ է։ Հունվարի 12-ին Արտակ Հովհաննիսյանը, ասում են Արտակ Հովհաննիսյանը Վահագն Աբգարյանին ասել է, որ վտանգ կլինի անպայման ասա, որ ես իմանամ, նշանակում է, որպեսզի Արտակ Հովհաննիսյանը իմանա, որ ես ինչ-որ մի բան արել եմ, որին վտանգի համար տեղեկացնի, բայց ամբողջ խոսակցության ժամանակ խոսվում է թե գործից, թե ոնց սենց սպանություն պատվերով չի լինում, կներեք այդ արտահայտությանս համար, որ սենց լող կա, ինքը որ տենց գնա ուրիշի համար մարդ սպանի, սա այդ խոսակցություններն է, հունվարի 12-ի խոսակցություններն է, այդ որտեղ իբրև ինձ Արտակ Հովհաննիսյանն ասում է կարա սրան ամեն ինչ քո գլխի սարքել, նույնիսկ կարան պատվեր դնեն։ Ես որ ոչ կասկածյալի կարգավիճակ եմ ունեցել, պատվարժան դատարան, ոչ մեղադրյալ եմ եղել, ոչ իմ սեկտը փակ ա եղել, ինչի համար չեմ լքել Հայաստանի Հանրապետությունը։ Դրանից հետո գնում են հունվարի 17-ի Սոնա Հարությունյան, այդ հանդիպում եմ առաջին լրագրողի օպերայի Սուշիտորիայում, որ 2018 թվականի ինտերվյու տամ, որը պրոստը չի ստացվում, որովհետև ձերբակալում են։ Ուզում եմ ասեմ, ոչ փախուստի խնդիր է եղել, ոչ էլ ես մի հատ հանցագործություն եմ արել։ Իսկ եթե այդ խոսակցությունների մեջ պրոստը ընտրել են իրանք ամբողջ Արտակ Հովհաննիսյանի հետ խոսակցության մեջ, մենք 16 անգամ Աշոտ Ծիտանյան, Աշեշ, չգիտեմ ինչ, ես լավ չի լսվել տվում, երևի անունն է տրվում, որ ես Աշոտը մարդկանց հանդեպ վկային փախցրել եմ, վկային ուղարկել են, ով է Ծիտանյանը Աշոտը, մեկին չի հետաքրել, հակահետախուզությունը լսել է բան նետա Ծիտանյան Աշոտնովա, ՀՀ-ի Թումանյանի շրջանի ոստիկանության պետի տեղակալ օկրգծով, բա դա չի հետաքրքրել, մի հատ տենան ում պրիտոմ այդ ժամանակահատվածում, որ ես մեր խոսակցություններից հետո Ծիտանյան Աշոտին գործից հանում են, գիտեք, ինչի համար են հանում, բռնում են կազինոյում ստավկա դնելուց։ Բայց սա խոսակցությունների ժամանակ ասեմ, այս քաղաքապետի թեկնածուի քեռին է, որը որ չի լսվել ստեղ, չեմ կարողացել վերցանել, ու ինչի մասին է խոսքը գնում, պատվարժան դատարան, իմ մեքենայի վրա, 17 թվականի Աղթալայի մոստի վրա, կրակելու, մեքենայից վրա կրակոցկելու համար։ Սղագրություններով թերթում գնում է, որ օպերատիվ տեղեկություն է ստացվել, հազանգ է ստացվել Թումանյանի բաժի, որ Վահագնը, այս ինչ Յանի հետ վիճաբանել է, ոչ մի կրակոց չի եղել։ Ես դրանից հետո այդ ժամանակ վարչության պետ Արամ Ղազարյանի հետ եմ հանդիպել, այդ ժամանակ խոսել եմ իր հետ, հարց է առաջացել, որ ոչ վիճաբանություն է եղել, մեքենայի վրա շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով գրել են ահազանգ են ստացել Թումանյանի բաժնում, որ այդ ահազանգով պարզվում է, որ իբրև Վահագն Աբգարյանը մեկի հետ վիճաբանել է, ոչ մի կրակոց չի եղել իբրև Թումանյանի Լոռու մարզում քրեական գործ է հարուցվում, պարզվում է կեղծ ահազանգով գրանցել են Թումանյանի բաժնի աշխատող Վանո, ես իմ ինչյան պարզվում է, որ կեղծ ահազանգ է գրել, որի համար ՀԿՑ-ում քրեական գործը, այսինքն դրա համար նկատի ունի, գործը հարուցվելու Ծիտանյան Աշոտը պարզվում է, որ սրանք իրար հետ գրել են ահազանգ, որպեսզի կոծկեն այդ սպանության փորձը, որը կատարվել է կամուրջի վրա, Իմ ահազանգը եղել է այդ բաների միջոցով ես անցել եմ, դրա համար են, որ այդ նույն գործը տարիներ ոնց Երևանում է, այն որ Վահագն Հարությունյանը այս ամեն ինչի մեջ եղել է, Վահագն Հարությունյանը իր գործողություններով է դա ցույց տվել, ես օր այս քրեական գործի հետ կապված մարդկանց, որոնց ծեծել է, որ իմ վրա ցուցմունք տան, գործ կա հարուցված, որը կապել է մարտի 1-ի գործին, մաս կա անջատված, որտեղ ես եմ տուժող, իմ նման 3 հոգի են
տնտեսվար, տաքսիստ, որ Վահագն Հարությունյանը նրանց հանդեպ ճնշումներ է գործադրել ֆիզիկական, տուժող է ճանաչվել ու լայնածավալ գործողություններ են արել քննչականում ու իրանց միտքը չի շարունակում։ Էլի եմ ասում, ես ցուցմունք եմ տալու, դրան չեմ ուզում անդրադառնամ, ես էլ նույն ձև ոնց որ փաստաբանը ասում է, ես չեմ հավատում ձեզ։ Դրա համար ուզում եմ ասել, ես ուղղակի օգտվում եմ իմ իրավունքից եւ արդարադատություն չեմ տեսնում, որովհետեւ մեծ հաշվով խոսում ենք արդյունավետությունից, բայց արդեն ձեր համար միայն արագությունն է, ուրիշ ոչ մի բան չկա, իմաստային առումով։ Մի հատ բան եմ ուզում մենակ ասեմ ու նստել։ Արթուր Մնացականյանը դատարանում հարցաքննվում է, հարց է տրվում Արթուր Մնացականյանին։ Փաստաբանն ասում է Արթուր Մնացականյան եղել է, որ Ժորա Թովմասյանը եղել է, որ Ալավերդի քեզ ծեծեն, ուզենան գցեն գետը ու թերթերում գրում են, որ Վահագն Աբբարյանի գործով կարևորագույն վկային ծեծելուն ու փաստաբանը հարցնում է այդպիսի բան եղել է, ասում է չէ։ Ինձ չեն ծեծել, ոչ մեկ, ինձով կարածեցի, հետո փաստաբանն ասում է իսկ եղել է, որ Ժորա Թովմասյանը գա քեզ հանդիպի ձեր մարզում, որ տեսնի ինչ կա։ Քո հետ ինչ խնդիր կա, ասում է ինձ Ժորա Թովմասյանը չի հանդիպել։ Մենակել եմ այն տար մի հատ օրինակ բեր, էլի Ժորա Թովմասյանի ցուցմունքից է հետո խոսում։ Այսօր գնում եմ, այսինքն Թովմասյան Ժորա ցուցմունք է տվել Լոռի մարզում ու փաստացի գրել է, դրա մասին է խոսում։ Այսօր գնում եմ, որ այդ մարդը պիտի գա, հասկանանք, այդ որ մի քնիչ է գնում տեսնի Պաշխանյալին կամ վկային ծեծելուց Ալավերդի Ժորա Թովմասյանը իր ցուցմունքով գրել է, որ ես ինտերնետում տեսա Արթուր Մնացականյանին ծեծել են, ԱԱԾ-ում էլ ցուցմունք տվել, իմացա Արթուր Մնացականյանին ծեծել են, քշեցի գնացի Արթուր Մնացականյանին տեսա, ասեցի ինչ կա քեզ օգնելու, ինչով կարող օգնեմ, որովհետև ասում եմ մեր գործով կարևորագույն վկա ես։ Նա էլ ասաց չէ, ինձ ուրիշ բանի համար են ծեծել, Արթուր Մնացականյանն ասում է Վաբշե ծեծ չի եղել, ինչի համար են սա հիմա շեշտում, Արթուր Մնացականյանը եղել է ստորագրությունով ազատության մեջ, առանձնապես ծանր հոդվածով ստորագրությունով ազատության մեջ է եղել, որպես օժանդակող տուժողները նույնիսկ բողոք չեն տարել, լավ, տուժողը բողոք չի տարել, որ արա, այն ոնց այս մեր հարազատի սպանությանը օժանդակողն է, իր համար ֆրֆռում է, մի հատ բողոք չեն տարել, ընդհանրապես մի հատ գոնե բողոք չկա, դրա հետ կապված Արթուր Մնացականյանը, եթե այս գործը չկոծկեի, թեկուզ այս մեր հետ կապված չեն իրան ծեծել, Ինձ Արուգյան դուք շարունակում եք ձեր պաշտպանյալի դիրքորոշումը։ Այո, սա ու ես չեմ դրանից։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, որ ընդհանրապես դա արտահայտություն չի արել։ Չէ, դուք շատ ճիշտ եք անում, որ այդքան ընթերցում եք, որ հետագայում խափամիջոցի հարցի քննարկման ժամանակ, եթե բացառապես խափամիջոցից բացի այլ հանգամանքների, ապացույցների, թույլատրելիության, վերաբերյալության, այսինքն այլ բանի մասին, եթե որևէ դատավարության մասնակից խոսի, դա անընդհատ եւ չթույլատրել։ Խնդիր չեմ տեսնում։ Իր խափամիջոցը պիտի փոխվի, որովհետեւ գիտեք ինչի խնդիր չեմ տեսնում, պատվաժան դատան։ Հաշվի չի առնվում իմաստը չկա։ Ձեր պաշտպանյալը, Տիկին Արուգյան, ձեր պաշտպանյալը ըստ էության դիրքորոշում հայտնելու ժամանակ խափամիջոցի հարցի խոսում է ամբողջ քրեական գործից։ Բայց դա նրա մասին չի, որ ասի ապացույցները բոլորը իմ թեմա, նեղված են, մի քիչ ծավալուն խափամիջոցի հարցի քննարկման շրջանակներում այդտեղ ինչ կար, որ դատարանը պետք է գնա, այդտեղ չի գնա։ Չէ, գնահատման մասին չի։ Ես շեշտեցի, դատարանը իր որոշման մեջ արձանագրել է, որ Վահագն Աբբարյանը նեղվել է, տրամաբանությունը դրա մեջ է, որ այն ինչը հիմնավորում է իր մեղավորությունը, մի բանի քիչ է ներկայացված։ Սենց բան ոնց կարա ասի, երբ որ չկա տենց ապացույց, առաջինը չկա օբյեկտիվ իրականության մեջ։ Այս ինչ որ սղավերվել է, հա, դրանց մասին է խոսքը գնում։ Տիկին Արուգյան, դատական նիստի արձանագրությունը, ձայնագրությունն է։ Ես ունեմ դրա պատասխանը, մի քիչ որ համբերեք, տվեք ըստեյության, շնաց ընթերցեք, քանի որ սա հետագայում նաև տանելու վերաքննիչ դատարան, Սահմանադրական դատարանը մի հատ արձանագրություն ունի հետաձգված բողոքարկման կարգով, ինձ համար սա անհրաժեշտ է։ Շատ լավ կտանեք, որտեղ ուզում եք շարունակել։ Իր խափամիջոցը պիտի փոխվեր, որովհետև Արթուր Մնացականյանին տենց ծեծած տանում են բաժին, այդ մարդիկ էլ ովքեր իրան ծեծել են Ալավերդի քաղաքում, բոլորը գիտեն, բոլորը տղերք են, օղի գործարանում աշխատող, սրճարանում են ծեծել, տանում են տեսնում են, որ ստեղ խուլիգանություն է, Արթուր Մնացականյանը
իրա կապտուկն է, նրանց վրա կա ստեղծեց է, այս քրգործը հենց հարուցում է Արթուր Մնացակայանի խափանամիջոցը, այն մի գործով փոխվում է, ու այդ գործը կոծկվել է, ու ես օրինակ գտնում եմ, որ մենակ Թովմասյան Ժորայի այս ցուցմունքը արդեն Արթուր Մնացակայանի սուտն է մերկացնում։ Ես ընդհանրապես այն խոսակցությունները, որը ձայնագրառումները կա, պատվաժան դատարան, ոչ կարգին, ոչ ապօրինության մասին չի խոսքը։ Ես իմ ցուցմունքներով մանրամասն անդրադառնալու եմ, որտեղ ես խոսում եմ, ես չեմ հրաժարվելու, որը ես կտենամ, որ ես խոսում եմ, որովհետև էլի եմ ասում, քննիչի փորձաքննությունները տվել է, կարևոր դրվագները, չի տվել ամենակարևոր, նվազ կարևոր, տվել է 12 ֆայլ 30 րոպե, ամսաթվերն էլ կա 99 լազարային սկավառակ, որի 90%-ը աղբ է։ Բաներ կա, որ չի էլ հասկացվում, ով հետ է խոսում, դա իմ բնակարանը չի, պատվաժան դատարան վարձակալությամբ Արթուր Մնացակայանի բնակարանն է, ով ասես մտել է, տան տերներ ունի ցուցմունքներ տված, այդ բնակարանի ոչ բանալինային մոտ եղել, ոչ ես այդ բնակարանում բնակվել եմ, մի քանի անգամ եկել եմ գնացել եմ, որովհետև այդ ժամանակ եղել է ձեռքս գիպսի մեջ, մահափորձից հետո հիվանդանոց բան գնալ ու համար մի քանի անգամ մնացել եմ իհարկե կա խոսակցություն, որ ես խոսում եմ, որը ես խոսում եմ, ես չեմ հրաժարվելու, բայց այդ բնակարանը իմը չի, այդ բնակարանում ես շատ քիչ եմ եղել, այն որ Կարմիր գծով Հարությունյան Վահագի ու այդ խոսակցությունները կա, որ այդ ժամանակ գործող քննիչներ ու վարչության պետեր իրանց այդ խոսակցությունների ժամանակ իրանք են այդ ինֆորմացիան տալիս, որ Հարությունյան Վահագը այս մարդկանց հետ էս արել, ես չեմ խոսում, իրանք են ինձ հետ դրա մասին խոսում, Արթուր Մնացակայանի հետ կապված, Արթուր Մնացակայանը ում վրա ցուցմունք չի տվել, նույն ձև խոսակցություններ կա, որ Դեղազարյան Արամը, Վահագ Աբգարյանն են խոսում, իրար հետ մարդիկ էսի տենում են, ասում են ինչ ձենով են խոսում, Բաղազարյան Արամի հետ եկել է խոսակցություն, Բաղազարյան Արամին գնացեք հանդիպեք, ասեք այդ ոնց է Վահագ Աբգարյանի հետ խոսում, թե մենակ օրինակ են, որ մեղադրյալ է, այդ ժամանակ մաչոյական ինչ-որ բաներ է առաջանում։ Արթուր Մնացակայանը Արամ Ղազարյանի վրա էլ ցուցմունք է տվել, ցուցմունք է տվել Վահագ Աբգարյանի հետ, ասենք մոտիկ են եղել, իրար նվեր եւ այլն։ Ոչ մի բան չի ապացուցվել, ունենք մի հատ Արթուր Մնացակայան, որը մեկնաբանում է այս փորձաքննությունը, վարկած այս գաղտնի ձայնագրությունները, մենակ ինձ թվում է մի երկար ժամանակ է պետք, որ հասկանանք, որն է արտաքին դիտում, որն է ներքին դիտում, կամ որ չգիտեմ այս բառը ինչ ասում է։ Ինձ համար մենակ մի բան կար, որ կարևոր էր պատվաժան դատարան, ես այն եմ տեղեկությունների մասին խոսում, Արտակ Հովհաննիսյանը, Թաթուլ Շանյանը, որոնք կոնկրետ ասում են գեներալ Վահագ Հարությունյանը կոնկրետ տրամադրվածություն ունի, ու իրա վրա դուրս են եկել այս մարդկանցով գումարներ ա տվել, դաժե մարդկանց ասում է 100% եմ ասում հաստատ։ Ես դրանից հետո պատվաժան դատարան ձեր ուշադրությունն եմ հրավիրել, այս շատ մարդկանց եմ հանդիպել եւ շատ պատգամավորների հետ եմ տարբեր տեղեր, բայց ես եղել եմ ներքին դիտման տակ։ Ուր է այդ ներքին արտաքին դիտման արդյունքները։ Ուր է մի հատ տեսագրություն, որտեղ դուք ասեք Վահագ Աբգարյան, դու այս շենք ես մտնում կամ ում հետ ես հանդիպում։ 56 պատգամավորի եմ հանդիպել ու պատմել եմ, որ սենց Հարությունյան Վահագը իրանց խմբով գործ են սարքում մեր գլխին։ Մարդիկ էլ ասում են, Վահագ ջան, մեկը մեկին տեսնում են, ասում են դեմ արի, մարտի մեկի գործով գիտես, դա ով է, Վահագն է, ամեն ինչի ընդունակ, սրբապիղծ է, դրա համար գործ չունես, վերջում մտածել եմ, որ ամենաճիշտը գնամ հանրայնացնեմ, չեմ փախել Հայաստանից, պատվաժան դատարան, ասում եմ լրագրող Սոնա Հովհաննիսյանին եմ հանդիպել, որը ինտերվյու, Հարությունյանին, որը ինտերվյու տամ ու բացահայտեմ այս ամեն ինչը, վերջին մի հատ նախադասություն էլ ասեմ ու նստեմ։ Ես որ տուժող այս ամեն ինչը, որ հանդիպումները սկսվել է, որ ես հասկացել եմ, որ բանասարքվում եղել է որպես տուժողի հարցաքննությունից հետո։ Ինձ որպես տուժող կանչում են հարցաքննության քննչական կոմիտեի, որի մասին սենց կարճ ասեմ, այսքան ինչ կարդամ։ Երբ որ զանգ է տալիս իբրև թե Վահագ Հարությունյանը, քննիչին ասում է դրա հետ տենց չխոսաս, հետո Աբգարյանը հարց է տալիս Բորյա
Բոլիա Չիլինգարյանին, Բոլիա Չիլինգարյանը, չնայած որ Աբգարյանը լսած առնում ձայնի եւ խոսակցությունը, հեռախոսը բարձրանում, ասում է չէ, դա քո մասին չէ։ Այսինքն ըստ էության պատվաժան դատարան հստակ է, որ այն արձանագրումները իմ մասով, Հարային մեղադրողի դիրքորոշման մասով, Վլադիմիր Դավթյանի դիրքորոշման մասով, Վահագն Աբգարյանի դիրքորոշման մասով այնպիսի արձանագրումներ են, որ կարդացողը ասում է, սրանք вообще ինչ են ուզում ու սրանց վերաբերյալ ինչ բողոքայք է, եթե իրանք մեղքը ընդունում են, ընդհանրապես արագ արդարադատություն են ուզում, որ օրինակ դուրս գան զբոսանքի։ Դատավորների վարքագծի բանգալոնյան սկզբունքների համաձայն ցուցիչ 2.1 կետեր դատավորը պարտավոր է իր ծառայական պարտականություններն իրականացնելիս առանց նախապատվության, կողմնակալության կամ խտրականության կատարել։ Հղում եմ տվյալների ՀՀ դատական օրենսգիր սահմանադրական օրենքի 71 հոդվածի առաջի երկրորդ մասի առաջի կետի վրա, երկրորդ կետի վրա, Վճռաբեկ դատարանի 1303/2009 թվականի որոշման վրա, Պեսակ ննդեմ Բելգիայի գործով հայտնի նախադեպի վրա, Ֆեյք ննդեմ Ավստրիայի գործով, կրկին բանգալոնյան սկզբունքներից 2 ցուցիչ 2.3-ի վրա, Սանդեր ննդեմ Միացյալ Թագավորության գործով 21.09.10 թվականի գործի վրա, 20.05.1998 թվականի գործի վրա պատվաժան դատարան բացարձակ ձեզ ներկայացնում է այն հանգամանքով պայմանավորված, որ դուք կողմնակալություն եք դրսևորել ոչ դատավարության ընթացքում, դուք վկա եք ներողություն ստապրի պակ կա, սա վերաբերելի չի, ես ասա կստորագրեմ էր իստը։ Հողում է տրվում Միեդի 6-րդ հոդվածի մեկնաբանություններին, որ դատարանը պետք է լինի մրցակցային, կողմերի հավասարությունը պահպանելով, ներկայություն եւ հրապարակայնությունը պահպանելով եւ դատարանին, պատվաժան դատարան հայտնում է բացառ, որովհետեւ եթե մենք պայքարում ենք տարբեր արձանագրություններ բարձ բուն իմաստով խեղելու մասին, իսկ քննիչի կողմից այդ արձանագրությունները միանշանակ խեղվել են եւ դա հիմնավորվում է հենց քննիչի կողմից նշանակված փորձաքննություններով, ինձ համար ընդունելի չի, որ դատական ակտերը, որը վերաբերում են խափան միջոցին, այսպիսի թերություններով լինեն։ Ինձ Արոգյան, ինչ դիրքորոշում են ունիսել ձեզ մի քանի հարցադրում։ Այս ձեր ներկայացրածից այ ինչն է վերաբերելի ձեր պաշտպանյանի կողմից հայտնածից, որ է վերաբերելի խափան միջոցին, ասեք, այդ ամբողջը, որ դու այստեղ ընդհանրապես խմբագրվել միտքը իրականում շատ եւ շատ խափան միջոցի դատական ակտեր զուտ նշվում է, որ մեղադրյալը ներկայացնելով իր դիրքորոշումը, օրինակ խնդրեց դատարանի, միջնորդեց դատարանի վերացնել իր նկատառ խափան միջոցը, այս դատական նիստի արձանագրությունը։ Հիմա հաջորդի անպայման մենք իհարկե կնշենք այս դատական նիստի արձանագրությունը, դատարանը այն ինչ դուք հայտնել եք, այդ ձեր դիրքորոշումն է դատարանը գնահատելու։ Եվ այդ պահին դատական նիստով է դատարանը որոշում կայացնում։ Դատարանը չի հեռանում առանցին սենյակ որոշում կայացնում, որ մի հատ նաուշնիկներով երկար լսի։ Այդ պահին դուք ինչ ասում եք, գործող իրավակարգավորների համաձայն հենց դատական նիստով դատարանը որոշում է կայացնում։ Իմ նախագահությամբ հազվադեպ են լինում դեպքեր, որ որոշակի ինչ-որ փաստաթղթերի հետ կապված միջնորդություններ են լինում, դրանք լրացիչ ուսումնասիրման համար ընդմիջում են, որ գնան ուսումնասիրեն։ Այդ պահին որոշում եմ կայացնում, որպեսզի կողմերի մոտ այդ ձեր ասած անաչառ դիտորդի մոտ որևէ ոչամի չասեմ ենթադրություններ անգամ չլինի, որ դատարանը օրինակ պայմանական ինքնուրույն որոշում չկայացրեց կամ օբյեկտիվ որոշում չկայացրեց։ Դա այս արձանագրությունները դատարանի կազմի աշխատակիցը ընդհանրապես ձեր ընդհանուր միտքը խմբագրում է, բայց դա այդ մտքի խմբագրումը դատարանի կայացած որոշման վրա ազդեցություն, եթե նույնիսկ մեկ բառ մի քիչ ավել կամ պակաս կամ ձեր միտքը օրինակ ոչ ճիշտ ընկալելով այլ ձևակերպում է այնտեղ նշվում, դա դատարանը արդեն իր ակտը կայացրել է։ Դուք կարող եք ձեր առաքելությունը ներկայացնել, օրինակ եթե դատարանը խափան միջոցի հարցի քննարկման ժամանակ պայմանական դրսևորած լինի այնպիսի վարքագիծ, որը ձեր մոտ կանխատալ ինչ-որ այդպես տպավորություն ստեղծված լինի։ Իսկ ինչ վերաբերում այս ամբողջ սրանք ապացույցների վերաբերելիություն են, թույլատրելիություն են, որոնք խափան միջոցի հարցի քննարկման շրջանակներում չի կարող դատարանը գնահատել, ինձ աղբյալ։ Պատվաժան դատարան, ինքն
բացակ հայտնելու Ես սուբյեկտիվ վստահ եւ եմ, ինձ հետ համակարգիք եք։ Ես հիմա պատասխանում եմ, հետո ասեք։ դուք եք գնահատեք, ես ինչ եմ ասում։ Գոյություն սուբյեկտիվ, օբյեկտիվ կողմ։ Ես ձեր սուբյեկտիվ գործոնը առհասարակ չեմ քննարկում։ Ձեր ներքին համոզմունքը, եթե անգամ ես ինչ-որ բանով հիմա կաշկանդած նման միջնորդություն եմ, իմ համար տեսանելի է, իմ անձնական տեսանկյունից։ Բայց հիմա անցնենք օբյեկտիվ բաղադրիչին։ Եթե վերաքննիչ դատարանը, ես այսպես թե այնպես, եթե մերժվում է ազատ արձակելու միջնորդությունը, տանում են։ Հիմա մի հատ պատկերացնում եք վերաքննիչ դատարանի ծառաբեռնվածությունը, ու սա բացում են, նայում են, ասում են, հա, այսի ընդունում է, սա ներվում է, որ քիչ է ներկայացնում։ Դե ուղիղ ասում են։ Ու ինչ են անում, ասում են, դրա համար ես այս հարցը ներողություն, այս հարցը բարձրացրել եմ վերաքննիչ դատարանում, անգամ արադարձ չի կատարել։ Ես այնքան լավ գիտեմ այդ աշխատելագործը, այդ ծառաբեռնվածությունը։ Մենք ասում ենք, որոշման մեջ չեն կարա էական 170 աստիճան այլ դիրքորոշում արձանագրվել, որը վերաբերել է մեղքի մասին, որ իր մեղավորությունը հիմնավորող բան կասել։ Չի կարա տենց բան լինի, որտեղ իրականում նյութերի մեջ դա չկա։ Իմ ասածը դա է։ Հիմա դուք ոնց որ առաջի հայցանում վիճարկում եք, թե վերաքննիչ դատարան օրինակ ինչի Չէ, ես ասում եմ, դուք անցած նիստին այդ հարցը չպետք է քննարկենք, որովհետև ես միշտ եմ բարձրացնում, ուրեմն դուք չեք կենտրոնացել կամ չեք լսել, որ ես միշտ եմ այդ կարևոր չէ, ես գրավոր եմ տալի դրմանավոր, ես այդ հարցը միշտ եմ բարձրացնում։ Եվ երկրորդը, որ ոնց է լինում, որ Աբգարյանն ասում է, որ իր մեղավորությունը հիմնավորող փաստերը քիչ է ներկայացնում։ Իմ խնդիրը դա է։ Դուք նշեցիք, բառացի ինձ մոտ գրել եմ, որ հետո տարակարծության հարց չլինի, կողմնակալություն ողջ դատաքննության ընթացքում։ Այ ողջ դատաքննության Դե մենակ է խափամիջոցներին ուշադրություն։ Ողջ դատավարության ընթացքում կողմնակալությունը նաև վերաբերում է օրինակ հենց առաջի դատական նիստին, նախնական դատասրահին։ Չեմ կարող։ Դե բա տեսեք դուք այսպես Հարցը վերաբերում է խափամիջոցներին, դա ես հիմա վստահեցնում եմ։ Խափամիջոցների ժամանակ փաստացի ինչ դիրքորոշում մեր կողմից արտաբերվում է, կողմերը որոշում են, որ դա ապացույցի գնահատման հարց է, թե հանրային մեղադրողը, թե դատարանը։ Դուք եք հիմա տենց ասում։ Բայց ո՞նց է լինում այդ իմ դիրքորոշումը, որը արձանագրվել է ոչ այնց ոնց որ ես եմ ասել, այս սրան է վերաբերվել։ Ո՞նց է լինում, որ այդ գաղտնալսումների մեջի բովանդակությունը գնահատվում է որպես հաստատի խոչընդոտելու ռիսկ, բայց երբ որ մենք այդ գաղտնալսումները սկսում ենք վիճարկել, այդ չի կարելի։ Այսինքն կարելի է գնահատել դնել խափամիջոցի հիմքերի մեջ, բայց երբ որ մենք դա վիճարկում ենք, դա լսել ուղղակիորեն անթույլատրելի է։ Այսպես հարցերը իմ մոտ կողմնակալության հաստատի տպավորություն են թողնում։ Եվ եւս մեկ հարցադրում դուք ասում եք, որ դատարանը ձեր հիմնական միտքը կառուցում եք այն հանգամանքի շուրջ, նաև որ դատարանը օրինակ ջանասիրության հարցի քննարկման շրջանակներում նախորդ դատավորների ցուցաբերած ջանասիրությունը քննարկման առաջ չի դարձել։ Ես ոչ թե ասում եմ նախորդ դատավորների, ես ասում եմ ջանասիրությունը պիտի գնահատվի անձին մեղադրանք առաջադրնելուց առասարակ, բայց ես ասում եմ ձերբակալման պահից, այս պարագայում։ Լավ, թեկուզ։ Հիմա դատավորներն են մեղավոր եղել, հանրային մեղադրողները օրինակ չեն ասել, որ գործը պիտի Երևանում քննվի, կապ չունի ինձ համար։ Ես չեմ ասում դատավորների գործողությունների գնահատական ջանասիրության շրջանակում դատավոր Պետրոսյանը գնահատում։ Դե ես չեմ դա ասել, ես նախադեպերը բերեցի։ Ես 10 դատավորն եմ, օրինակ 4-րդ դատավորը ինչ ջանասիրություն է դրսևորել պայմանական։ Այս իրավական բացը, այս խնդիրը հակվել է շատ վաղուց, դա 1998 թվականին այն նախադեպը, որը նշեցի, որ դատանը ջանասիրությունը գնահատում է, ու մեջ է գրված չէ, որ դատավորը փոխվել, որ առարկայական ընդհատության հարցեր, ասում պետք է գնահատես։ Իմ խնդիրը տեղ է։ Մենք չանենք 10 հոգի փոխվել է, այս նորից նույն հարցը տարուսի կլինի, ով հաջորդ իր խափամիջոցի հարցի քննարկման շրջանակում իհարկե ընդգծված այդ հարցադրումը կանեն, որ ես չեմ հրաժարվել ձեր մասով, որ քննության շրջանակում հիմա դուք վիճարկում եք, որ դատարանը ըստեյության քննական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը ճիշտ է առկա է այլ հանգամանքներ, ըստ ձեր նշած հանգամանքների, որ կասկած է հարուցում դատական օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետը դատավորը կանխական վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ։ Հիմա այդ կանխակալությունը, որ
Այսինքն անտարբերություն, գաղափարություն, հիմքում անտարբերություն։ Անտարբերություն, գաղափարություն։ Լավ։ Խնդրեմ։ Ես այսինքն ես ճիշտ հասկացա, որ գտնում եք, որ իրական դատավորության օրենսգրքով նախատեսված այն նորմը դատավորին ինքնաբացառք հայտնելու, որ դատավորը կանխական վերաբերմունք ունի կողմերից մեկի նկատմամբ, դուք գտնում եք, որ անտարբեր վերաբերմունք ունի հա կողմի նկատմամբ, ճիշտ եմ հասկանում ես։ Ըստ ամենայնիվս նախագահ դատավորը այդպես հասկացավ։ Չէ, որպեսզի հասկանանք, էլի հիմքը կա, թե չէ։ Դե ես այս կես ժամը խոսում էի դեռ ոչ մի բան չեք հասկացել։ Անիմաստ է, որ ես Ինչի համար ամենայնիվս դատարանը այսպես ընկալեց նախագահ դատավորը, որ նախագահ դատավոր անտարբերություն է ցուցաբերել ձեր պաշտպանների արած հայտարարություններին եւ ըստ այդմ չի Ոչ միայն։ Օրինակ դատախազը չէր կարող ասել, որ տուժողի ներկայացուցիչը պիտի հարցաքննվի։ Ծառուկյանը չէր կարող արտաբերել այնպիսի բան, որ դատարանը որոշումը կայացրել է այդ պահին ձեզ բանավոր լսելուց անմիջապես հետո։ Դատարան նոր շեշտեցի, դրա համար ասում անիմաստ է ինչքան է խոսում։ Ես ասում եմ, եթե այս որոշումը բողոք եմ տանում, դատավորը վերաքննիչ դատարանում տեսնում է այս նախադասությունները, ասում է Աբգարյանը ներդում է, որ ապացույցները իր մեղքը հիմնավորող քիչ են ներկայացնում, ինչ պիտի անի այդ դատավորը։ Ասում եմ, տարեք մերժեք ճանապարհեք, ինչը որ արել է տեխնիկական։ Շատ բարի, ես իմ դիրքորոշումը ներկայացնեմ, պատվարժան դատան իրականում պաշտպանը շատ ճիշտ մտածեց, անհասկանալի էր իմ համար ներկայացված բացառքի միջնորդությունը, ինչ տրամաբանության մեջ, որովհետև նախ պաշտպանը նշում է, որ սուբյեկտիվ ընկալման առումով առնվազն իր կողմից ինքը որևէ կասկածներ չունի, որ դատավորը կողմնակալ է այս գործով, դա ես լսեցի, սակայն մյուս կողմից ինչ է ստացվում, որ ինքը նշում է, որ քանի որ դատավորը անտարբեր է եւ դատական ակտում ամբողջապես չի արձանագրել դատական նիստի ցայնագրությունը, այսինքն կողմերից բոլորի կողմից ներկայացված դիրքորոշումները մանրամասն չի գրել դատական ակտում, ուրեմն դատավորը անտարբեր է առնվազն այդ հիմքով եւ գտնում է, որ բացառքի հիմք կա եւ ներկայացնում է բացառք։ Պատվարժան դատարան Մեղադրանքի կողմի կարծիքով բացառքի միջնորդությունը նախ նման միջնորդություններին վերագրվող պայմաններին չի համապատասխանում առհասարակ, որովհետև պաշտպանի կողմից չի հիմնավորում լավ գործը քննող դատավորը ինչով է կաշկանդված, եթե խոսքը գնում է, որ խախտման միջոցի վերաբերյալ որոշում է կայացրել, որը կողմերի մեկին չի գոհացնում, դատավորը շատ ճիշտ նկատեց, այդ խախտման միջոցի որոշումը կայացրել է հենց անմիջապես դատական նիստի ընթացքում կողմերի կողմից արտահայտված դիրքորոշումները հիմա վրա եւ էլ ինչ նշանակություն ունի, ինչ է գրել ակտում կամ ինչ չի գրել, եթե այդ որոշումը կայացումով է բխեցնում։ Հետևաբար պատվարժան դատարան կարծում է, որ բացառքի միջնորդությունը հիմնավորված չէ, չի ներկայացվել քրեական դատավորության օրենսգրքով նախատեսված որևէ հիմք, որը կարող է դատավորին բացառքի կամ ինքնաբացառքի հիմք տալ։ Շնորհակալություն ասում Ես հարգիչ լինեմ, քանի որ մի մասն չեմ մասնակցել, բայց մասնակցել եմ բավականաչափ սա ասելու, Դաստաբանը պահանջում է արագ արդարադատություն, ճիշտ է պահանջում, բայց գործողություններով իրենք անընդհատ ինքնավորում են, որ իրենք արագ արդարադատության կարիքը չունեն։ Այսքան լսել, րոպեներ լսել, նույն բանը, ինչ որ ասել է իր պաշտպանյալը, ընդ որում ես կարծում եմ, որ դատարանը ավելի քան հնարավորություններ հենց այդտեղ ընդհատելու, երբ որ դեռ խոսում էր մեղադրյալը, ոչ թե երբ որ խոսում էր պաշտպանը։ Հիմա քիչ է խոսացել է մի բան, որը ընդհանրապես այդ միջնորդությանը վերաբերելի չէր, բայց դատարանը համբերատար լսում էր, ես էլ ճիշտ ասած ուզում էի հասկանալ, միգուցե լսում է հասկանալու, թե կարող է հիմա լավ, ես կարող է վերաբերելի բան ասի, կարող է վերաբերել, հիմա պաշտպանը կանգնել է, նույն բանը կարդում է։ Սա նոր չի, այսքան տարի ձգվել է այս դատական նիստը հենց դրա համար։ Եվ դրա համար ես երկար բարակ չեմ խոսա, ակնհայտ անհիմն է, ակնհայտ անհիմն է։ Եվ այն որ պաշտպանը պատճառաբանություն է բերում, քանի որ դատավորը գրել է այնտեղ մեծ, որ ինքը այսպես է ասել, դրա համար այդպես ուղղակի վերաքննիչ դատարանը կողքի ակցել մերժել է եւ այլն, դրա համար պաշտպանը այս ամեն ինչը դու գրավորում, գրել ուղղակի վերաքննիչ դատարան։ Եթե գրել է վերաքննիչ դատարանը ակնհայտ է որ կարդացել է այդ ամեն ինչը։ Հիմա այստեղ այդ ինչ հարց է բարձրացնում։
Իսկ այն ինչ որ անտարբերություն եւ անտարբերությունը խոսում է փոխանակության մասին, կարծում եմ սա նույնիսկ ավելորդ է ընդհանրապես սա խոսալ սրա մասին, որովհետեւ այդպես չի կարող լինել։ Քրեական դատավարության օրենսգիրքը ունի կոնկրետ պահանջներ, կոնկրետ հիմքեր, թե որ դեպքում բացառայթվում, եւ այդպիսի հիմք առկա չէ ընդհանրապես։ Կարելի է արձագանքել ամենավերջից վերաբերելիչի ինչ է Աբրահամյանի ասածներից, որ այս գործը սկսվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի անմիջական ցուցումով, խաթարամիջոցի հարցի հիմնավոր կասկածել են մի կողմերում, եկել եք հասել եք արդեն դատականության ավարտին, գրեթե մենք ամեն անգամ բղավում ենք, որ այս գործը եղել է ոչ օրինական հիմքերի վրա, որ ուղիղ եղել է ցուցումներ, դա ապացուցում ենք հենց իրանց նյութերով, քիչա ոչ մեկին դա չի հետաքրքրում, անձը 8.5 տարի մնում է կալանքի տակ, բարձրաձայնում է, որ ինքը փախուստի որևէ խնդիր չունի, որ ինքը այն ժամանակ, երբ որ գաղտնա լսվել է, իրան զգուշացրել են, որ իր գլխին սարքում են, ինքը չի փախել, դիմել է լրագրողներին, ասում են այդ հատվածը վերաբերելի չի։ Ասում է, որ այն ցուցմունքները, որը ամեն անգամ ասում եք հիմնավորում է, որ կարա լինի ցմա պատիժ եւ դա դնում է կալանքի հիմքում, ինքը բացատրում է, որ նույնիսկ խոչընդոտելու տեսանկյունից անհրաժեշտություն չունի որևէ գործողություն անելու, որտեղ դրանք ապօրինի է, ասում եք դրանք վիճարկում է, հեսա որ վիճարկենք, տարբերությունը կտեսնենք։ Ինչ վերաբերում է հանրային մեղադրողի դիրքորոշմանը, ես ասացի, որ այս ամբողջ գործի մեխան տարբերության մեջ է, մի հատ նեղվել եմ, որ վերաքննիչ դատարանը տեսել է, թե չի տեսել։ Սա վերաքննիչ դատարանը կգնա ԲԴԽ կտենակ, տեսել է, թե չի տեսել։ Հարցը էդի չի։ Բոլոր տեսակի բողոքները միանշանակ կներկայացվի։ Հարցը այն է, որ չի կարա մեղադրյալն ասի, իմ մեղքը հիմնավորող բան կա։ Իմ ասածն է դա։ Բայց իմ խոսքերն է ցախ եղաթյուրվում, որ միանշանակ օրինակ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը օբյեկտիվությունը մեր կողմի համար առնվազն համոզիչ չի։ Եվ մի բան է, առասարակ դատավորի կամ սուբյեկտիվ տեսանկյունից այն բացարկայնում կամ օբյեկտիվ տեսանկյունից, երկու բաղադրիչ կա։ Սուբյեկտիվը բացառեցի, բաղադրիչի վրա հիմնվեցի։ Միանում եք ձեր պաշտպանը։ Ես դիրքորոշում եմ հայտնել։ Պատվազան դատարանի դիրքորոշումը վերաբերում այն բանը, մենք ստեղ ուղղակի փաստաբան ամբողջ ձայնագրությունը, որ խոսածել եք ելիք նշում։ Ուղղակի դուք երևի մենք լավ կամ չգիտեմ ոնց ստացվեց, որ ճիշտ չհասկացվեց։ Ձեր կողմից կայացած որոշման մեջ դատավարության մասնակիցների դիրքորոշումները բաժանում արձանագրել եք իրականության մեջ գոյություն չունեցող դիրքորոշումներ։ Այդ նախադասությունները չի ասվել։ Ամբողջ խոսակցությունը կարդալու իմաստն է, որ այդ խոսակցությունները դες չկային նախադասությունը, որը դուք գրել եք։ Հիմա ինչ եմ ասացի ամբողջ բանը, որ ավելի կարճ, ավելի կոնկրետ լինի, եթե գրում եք, որ օրինակ, եթե գրում եք, հողում եք կատարում մասնակիցների դիրքորոշումը եւ ընդգծվում է որոշման մեջ, որ տվյալ մասնակիցը նշեց, նորմալ գրագիտություն, միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր մարդ կհասկանա, որ նշել բառը նշանակում է, որ մեջբերում խոսքից պատվարժան դատարան։ Ամբողջ խոսակցությունը այդ է, որ այն խոսքը, որ դուք նշել եք, որ Վահագն Աբգարյանը կամ Վլադիմիր Դավթյանը ասենց ասեցին, առաջինը հենց որ նախադասություն չենք ասել, իսկ եթե նշում եք, որ Վլադիմիր Դավթյանը նշեց, որ ուզում է ուղղակի իր պատիժի կարգը փոխվի, իր խնդրեմը դա է, դուք դրանով փաստել եք, որ հիմա պատիժ է կրում ինքը։ Իմ ամբողջ ասած իմաստն է, որ նույն ձեր եզրահանգումները, նույն ձեր որոշման մեջ պատվարժան դատարան, ձեր եզրահանգումները նույն ձևի դիրքորոշումներն եք հողում անում։ Դուք ասում եք, որ ես լսեցի պնդումները, դիրքորոշումները եւ կայացրեցի որոշում։ Ձեզանից հետո հատուկ վերանայման բողոքը 359-րդ հոդվածի 3-րդ 4-րդ մասերով, որտեղ հստակ ընդգծված է, որ վերադաս դատարանը հիմնվում է վարույթի մասնակիցների արած պնդումներով։ Ինքը այս պնդումները նայում է, որտեղ Վահագն Աբգարյանը բան է ասում, այս ամբողջ ձայնասկավառակը ձեր մոտ է, այդ ձևի նախադասություն չի ասում։ Ամբողջ խնդիրը մենակ է։ Դուք վերաքննիչ դատարանը ձայնասկավառակի պնդումներ են նայել, հիմա դուք եկել եք առաջ։ Ես չեմ վիճակում առաջացանը, ես առաջացավ մենք բացառիկ եմ, ես ոչ մի որոշում վերաքննիչ չեմ ստացել։ Ես վերաքննիչի դատարանի որոշմանը տեղյակել չեմ։ Իսկ այն ինչ որ վերաբերվում է, որ մեր խնդիրը ձեր հետ կապված բացառկելն է, որ այն նախադասությունը, որ դուք նշել եք, այդ նախադասությունը, որ ես եմ ասել, ոչ Վլադիմիր Դավթյանը նախադասության մասին է խոսքը, պատվարժան դատարան։ Ձայնագրությունների հետ կապված դուք ասացիք, որ հանրային մեղադրողը ներկայացնում է այն ձայնագրությունով, այն խոսակցությունները, չի ամբողջական խոսակցությունները չի ներկայացնում։ Դուք այդպիսի մի չեք ասել։ Ես ձեր ինչ չեմ ասել։
Չէ։ Խոս ձայնագրությունների Չէ, ես դա պրոբլեմն է, պատվարժությունը ինչի՞ մասն է ձեր միտքը։ Լավ ընդհանուր ձեր միտքը դրան չի ու։ Բանթան կներեք պատվարժան դատարան, բայց օբյեկտիվության առումով ես ընդեղ ասում, որ ես ոչ մի տեղ չեմ փախել։ Այդ ձեր դիրքորոշումը դատական դատան լսելով ձեզ եւ մյուս մեղադրյալի ձեր պաշտպանի կարծիքը այդ պահին որոշում եք կայացրել, հիմք ընդունել ձեր հայտարարությունը։ Հիմա ձեր հայտնածը բառացի դատական ակտում միայն եզրափակիչ դատական ակտում եւ դատավճիռ կայացնի, սակայն դատական դատական պրակտիկան գնում է նաև այն ուղղությամբ, որ դատավճիռներում եւս նշվում է օրինակ պես դատական նիստի արձանագրությունը որոշ դեպքերում։ Քանի որ դուք այս իմաստով մենք խափամիջոց ենք քննարկում, դուք ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության, սույն քերական գործը հարուցված լինելու օրինականության դրանց մասին եք խոսում։ Պատվարժան դատարաններ եք ասում, դուք մեծ աղոտ եկել եք, ես լսել եք, չլսեք ճիշտ եք ասում, այդ ընդունում եմ։ Ես տվյալ նախադասությունը չեմ արտաբերել, որ դուք գրել եք, որ Վահագն Աբգյանը նշեց կամ Վլադիմիր Դավթյանը, ես նույնիսկ ձեր այս գրած որոշումը գրել եմ Վլադիմիր Դավթյանը, ասի մի հատ է կարդա, կարող է երբ չեմ հիշում, բայց բոլոր ձայնագրությունները մենք լսել ենք։ Ես այս նախադասությունը չեմ արտաբերել, այդքան բան մնացա որոշողը դուք եք։ Եթե դուք գրում եք, որ Վահագն Աբգյանը նշեց, պետք է ցիտեք իմ խոսքը, ես չի դուք մի բան ասեք, ասեմ, դատախազը նշեց, որ Վահագն Աբգյանը մեղավոր չի, բայց ինքը դες բան չի ասել։ Կամ գրում եք, որ դատախազը ասեց, որ ժողովի ներկայացուցիչ ուսումնասիրում, այս դες բան չեմ լսել։ Ամբողջ խնդիրն է դա ես կոնկրետ գտնում եմ, որ սա իմ կոնկրետ դիրքորոշումները մեկ է Վլադիմիր Դավթյանի դիրքորոշումները փոխածա մենք այդ մի նախադասություն չենք ասել, քան բան։ Ահա Վլադիմիր Դավթյան դուք բացարկին միանում եք, թե չեք։ Դատան ասելով կողմերի կարծիքը որոշեց մերժել Պաշտպան Ծառուկյանի կողմից նախագահի ներկայացած բացարկի միջնորդությունը, քանի որ չնշվեց եւ ներկայացվեց քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի եւ դատական օրենսգրքի 20-ական օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված որևէ հիմնավոր իսկ ինչ վերաբերում է դատական ակտում մասնապես քաղաքի որոշման մեջ կատարված սխալությանը, ապա ինչպես քրեական դատավարությունն է նախատեսում, այնպես էլ յուրաքանչյուր դեպքում նախագահ դատավորից այդպես էլ վարվում է, որ դատական նիստին կոնկրետ հարցի քննարկման շրջանակներում հարցի քննարկման ավարտին անմիջապես հրապարակվում է իր կողմից կայացվելիք որոշումը, եթե իհարկե բացառիկ դեպքերում որոշակի դատավարական հաստատներ կամ օրենքի մեկնաբանություններ ուսումնասիրելու անհրաժեշտություն չի լինում, սույն քրեական գործը արդեն 7-8 ամիս է իմ նախագահության քննվում է, որևէ անգամ ինչ ես պահը չի եղել, որ որևէ որոշում կայացվի, այդ որոշում կայացնելու համար, չգիտեմ դատական նիստ հետաձգվի կամ միջում հայտարարվի, իհարկե կարող են նաև առաջիկայում նման իրավիճակներ լինել, մասնավորապես քրեական դատավարության օրենսգրքի մենք ունենք 333, 334, 335 հոդվածով նախատեսված հարցեր, որոնց քննարկման շրջանակներում ճիշտ է եւ դատարանը քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պետք է անմիջապես որոշում կայացնի, բայց հնարավոր է դուք ներկայացնեք պայմանական միջնորդություն որևէ ապացույց անդրադրելի ճանաչելու, այդ ապացույցը կերկին ուսումնասիրելու անհրաժեշտություն լինի, դա ոչ մեկս էլ այստեղ նորոք չենք, որ մեկ կամ երկու կամ երեք անգամ գործիքները կարտալով ամիսներ տարիներ շարունակ հիշենք բնականաբար դրա անհրաժեշտությունը լինում է։ Իսկ դիրքորոշումների մասով Տիկին Ծառուկյան հաջորդիվ ամենայն հավանականությամբ ընդհանրապես կնշվի, որ հայտնելով դիրքորոշումը միջնորդեց մերժել կամ համաձայնել կողմի մեղադրողի միջնորդության հետ եւ դες դատական նիստի արձանագրություն։ Եվ եթե այդ պայմաններում էլ դուք հետո կաք ասեք, որ Վերաքննիչ Այցյանը դες դատական նիստի արձանագրությունը չտեսավ, չլսեց, այդտեղ արդեն կարծում եմ, որ ճիշտ դատարանն եք բացառիկ ներկայացնում։ Ձեր միջնորդությունը դատարան մերժում է, անցնում ենք մեր համապատասխան դատավարական հարցի քննարկմանը, մեղադրյալը ցանկանում է ցույց տալ դուք մոտեցեք Սաղ պետք է նշումներն է, որ պետք է օգտվեմ, ուներ փաստեր, որ պետք է նրանցում։ Կարող եք ձեզ հետ մոտեցնել։ Բոլորը որ չմոտեցնեմ։ Լավ, երբ ցանկանաք կարող եք վերցնել այլ
Ես Վագն Էդիկի Աբգայանից ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունը։ Կերկին բարձաբանում եմ, Պետք ունեք լրելու իրավունք, Գիտեմ։ ինչի վնաս ձեզ չի կարող մեկնաբանվել, ցանկանում եք ցուցմունք տալ։ Այո, ցանկանում եմ։ Բարձաբանում եմ նաև, որ ցուցմունք տալու դեպքում կհետաքրքրեք։ Այո, ամեն ինչ գիտեմ։ Դատականիստի արձանագրությունը Ես մի հատ խնդրանք մենակ ունեմ ձեզ, մի հատ խնդրանք ունեմ մենակ ձեզ։ Սա որտեղ եմ ստորագրել։ Գրեմ անազգանում ես։ որ բարձաբանվել է ձեզ։ Ձեր ասածին հավատում եմ, որ ու անազգանում ես գրեմ։ Պատվարժան դատարանին մի հատ խնդրանք ունեմ ձեզ հիմա դիմելու, որ ցուցմունքից մի քանի կետ ուղղակի որ սոր ցուցմունք տալուս օրն եկել եմ, այսօր շատ մի քանի առողջական լուրջ խնդիրներ ունեմ, առավոտել եմ դելի խնդիրներ կար, նույնիսկ տղաների հետ հատուկ բժիշկը տեղադրել, որ շտապօգնություն պետքա կանչվեր, չեմ ուզել, հիմա կարող մի բան կիսատ մնա, լավ չեմ ինձ զգում ուղղակի որ բացեմ, ցուցմունքը շարունակեմ մյուս դատականից։ Երբ ձեր ցուցմունքը ավարտեցիք, մենք դեռ կանցնենք մյուս հարցերի։ Կիսատ էլի մնալու, որտեղ լավ չեմ զգում էլի։ Ցեք ցուցմունք տալ, եթե Ես դատար այդ համակարգություն եւս ունի։ Չէ, ես որտեղ չեմ կարելու, դրա համար եթե դուք որոշեք, եթե չեմ կարելու, որտեղ լավ չեմ զգում էլի։ Պատվարժան, всё, հետագայում արդեն հարցադրումներ ես հասկացա ձեզ պատվարժան դատարան, ես ուզում եմ մի հատ կարևոր հարցը սկսեմ դրանից, ինձ մի հատ խնդրում, կարամ չօգտվեմ, ես նշումներ ունեմ մոտս արած, որից իրավունք ունեմ օգտվեմ, եւ այն նյութերա, որ պարոն դատախազի նման անպատասխանատու հայտարարություն չի կարելի, ախր դուք փաստեր ամոթս 3 անգամ քեզ տեղեկություն ա տրամադրել պատվարժան դատարան, սուբյեկտիվ չի։ մեջ վիրավորանք է պարոն։ Ինչը։ Ինքը վիրավորել է, ձեզ քեզ տեղեկություն ա տրամադրել, ձեզ ա վիրավորել պատվարժան դատարան։ Դա դատական ակտ է, ինչի մասին։ Ակշի, Մի կանավիչ է, այո։ Շպահված կա։ Դատակ ասել թե խուր ժամը խողոցի։ Ես ինչ պահված կա։ Ագնաբարը իրում է, իա։ Հատը ինչ պահված կա։ Հրուցը պահման է։ Նմանատիպ վարկակից դրսևորել դեպքում դատարանը դատավարական սանկցիա կկիրառի։ Դրսևորեք կորեկտություն եւ մեկ-մեկու հարգալից գոնե առնվազն ցուցաբերեք հարգալից վերաբերյալ։ Ինչ պահված կեր պատվարժան դատարան։ Հարգելի հանրային մեղադրող, որևէ անգամ տեղից ղավել եւ նմանատիպ վարկակից չդրսևորեք, դատարանը հնարավոր է զերծ է մնում դատավարական սանկցիաներ կիրառելուց, սույն դեպքում հաստատ կիրառման ենթակա է, սակայն որևէ մեկի նկատմամբ չի կիրառում, հաջորդ տիպ լինելու դեպքում շատ խիստ կմոտենա հարցին։ Հիմա մեղադրյալը անձը տարիներ շարունակ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ եւ իր վերաբերյալ որևէ վերջնական դատավարական ակտ չի կայացվել, մի քիչ նաև մարդասիրական վերաբերմունք ցուցաբերենք, դա ցուցաբերում է եւ հիմա եթե մեղադրյալը այսօր իր ցուցմունքը չավարտեց, հաջորդ դատական նիստին էլ կլսենք եւս մեկ դատական նիստ էլ կլսենք, անվերադարձ կլսենք մի բանավիճ է, նախագահ դատավորն է տարիչում որոշում ով քանի ժամ, քանի րոպե պետք է ցուցմունք տա։ Մեկ-մեկու հարցերից վերաբերում խնդրում եմ թույլատրել, տեսես, ինչի համար ես վրդովեցի, որովհետև ես նշում եմ հարգելիս մեղադրյալը սխալ է լսում կամ չգիտեմ ինչ ձև է ներկայացնում։ Ես շատ հարգանքով ու մինչև հիմա էլ հարգանքով եմ վերաբերվել բոլոր դատական նիստերին։ Հիմա էլ ասեցի հարգելի զերծ մնացեք նման, ունեմ անպատասխանատու կամ այլ բառերից, որը դատարանը եւս ներկայացրել։ Ընդհանրապես այդքան մնացածի հետ կապված որևէ լարվածություն պատվարժան դա։ Այս պատասխանը հաջորդի նմանատիպ իրավիճակ լինելու դեպքում նախ դատարանից թույլտվություն կվերցնեք առարկություն ներկայացնելու հետ կապված կողմի կամ կոնկրետ ցուցմունքով գործողությունների վերաբերյալ դատարանը թույլատրելի նոր բանավեճ չեք մտցել շարունակ։ պատվարժան դատարան սկսեմ մեղադրանքից։ Ուզում եմ առաջի հերթին սկսեմ իմ ցուցմունքը, քրեական այս ամբողջեն չի սկսվել, չեմ կարա չանդրադառնամ 16 թվականին Աղթալայի կամուրջի վրա իմ մահափորձից, որ իմ մեքենայի վրա կրակել են։ Ընտրություններից հետո նույնը թե քրեական ես գործում,
թե տարբեր քրեական գործերով ընտրություններից հետո ըստ իրանց լարվածություն է ստեղծվել եւ լարվածություն արդյունք կա դարել, որ Վահագն Աբգարյանի մոտիկները կամ Վահագն Աբգարյանի մտերիմները սկսել են սրան նրան հետապնդել, այստեղ պատճառը հետևանքային կապը մենք պետք է նայենք, որտեղ ընտրություններից հետո պարտվողին հետապնդելու, պարտվողի թիմակիցներին հետապնդելու ես ուղղակի չեմ տենում մի հատ հանգամանք, որ պարտվողի թիմակիցներին պետք է հետապնդվեր, ում հետապնդվեր, ոչ մեկին այդ ձևի բան չի եղել, ամբողջ իրավիճակը ստեղծվել է իմ մեքենայով կրակելուց, առաջի դեպքը եղել է այդ օրը, որտեղ մինչև այդ ոչ մի անգամ ոչ մի բան հեռվում չէր նշмарվում, որ կարողա տենց բան լիներ, 16 թվականին իմ մեքենայի վրա կրակվում է, մեքենայից վրա կրակելուց հետո, բուկվալ 2 օր հետո, այս քաղաքապետի թեկնածուն իր եղբայրը Ալավերդի քաղաքից փախ չունի։ Հայաստանից փախչում եմ, մեկ էլ Հայաստան են գալի 2 տարի հետո ձերբակալվելուց հետո։ Իր հորդ ես միշտ կապի մեջ եմ եղել։ Եվ ինձ համար անհասկանալի է, թե իրանց փախչելը, թե այս կրակոցը ինչից է եղել։ Հետո սկսել են տարբեր բաներ սարքելը, որը ես հատիկ անդրադառնալու եմ դրա համար գրել եմ։ Բայց ուղղակի հիմա ուզում եմ սկսեմ մեղադրանքից, որովհետև իմ կարծիքով մեղադրանքը քրեական գործի հայելին է եւ պետք է որ մեղադրանքի մեջ չլինի բաներ, որոնք ուղղակի օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել կամ փաստական մենք հանգամանք չունենք։ Օրինակ էլեմենտար։ Սրանից սկսեմ, որովհետև սա ուղիղ Հիմա տեսեք պատվարժան դատարան, որի ուշադրությունը ձեր ուզում եմ հրավիրեմ, հենց առաջի մեղադրական եզրակացությունով կամ որ ամեն ինչ լինի հերթականությամբ։ Վլադիմիր Դավթյանը կամ Փիրուզյանը սա կազմակերպելու տարերը պարունակում, որովհետև կազմակերպել են ինձ մեղսակրում պատվեր տալը, որը սա առաջի հերթին սա այդ տարն է պարունակում։ Վլադիմիր Դավթյանը կամ Փիրուզյանը սպանելու նպատակով հետևել է նրա տեղաշարժին։ Տեղեկանալով, որ 2017 թվականի հունիսի 13-ին ժամը 02:34-ին հատելով ՀՀ պետական սահմանի Բաղդաշենի անցակետը, Կամո Փիրուզյանը վերադարձել է Ալավերդի քաղաք, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով հետևել է վերջինիս։ Հետևել է տեղաշարժին, հետո գիշերը հետևել է վերջինիս, Կամո Փիրուզյանը 2017 թվականի հունիսի 13-ին ժամը 10-ի սահմաններում դուրս եկել տնից, շրջել քաղաքով Վլադիմիր Դավթյանը հետևել է նրան։ Ինչի համար եմ ուզում այս մասից սկսեմ, որ մեղադրանքի կողմը պատվարժան դատարան իրանց գրավոր ապացույցները մենք բոլորը ինչ իրան ներկայացրել են, մենք ականատես ենք եղել իրանց վկաներով եւ այլն։ Մի հատ Կամո Փիրուզյանի տեղաշարժին վերաբերելու սա շահադրություն չի, էլի սա պետք է հիմնավորվեր փաստական հանգամանքներ, որ Կամո Փիրուզյանի որ տեղաշարժին հետևել ինչ փաստական հանգամանք իրենք ունեն։ Ինչի համար եմ սա ասում, մենք լայնածավալ գործողություններ ենք իրականացրել, մարդիկ ենք մեջ գտել, կամերաներ, տեսանկարահանումներ, որովհետև Աշոտ Բադալյանը Կամո Փիրուզյանի տանից, որ Կամո Փիրուզյանը դուրս է եկել, Կամո Փիրուզյանի տանից դուրս գալը չափել են, որ 2 կիլոմետրից ավել մենակ Կամո Փիրուզյանը համարյա 2 կիլոմետր քայլել է ոտքով, մենք այդ ամեն ինչը նկարահանել ենք, որովհետև Կամո Փիրուզյանը տունը նստեղ է ու այդ տան ճանապարհները ինքն մի քիչ նենց շենք է, որ 3 հատ բնակիչ այդ շենքում ապրում մենակ, ու այդ տանից, որ ինքը քայլելով եկել է ճանապարհին, սրա ավտոն չի նստել, նրա ավտոն չի նստել, ու մենք չունենք մի հատ պահ, որ Վլադիմիր Դավթյանը հետ հետևալուց է եղել։ Չի պետք իրան սպաներ շուկայի մոտ, ծայրի խանութի մոտ, եթե այդքան տեղ իրան հետևել։ Մենք այդ ամեն ինչը նկարել ենք, բան ինչի համար եմ սա ասում, որ մեղադրանքը ի սկզբանե ինքն իրանով անորակ է, որովհետև դատախազի կողմից, մեղադրողի կողմից բերեցին ապացույց, որ Վլադիմիր Դավթյանը չի հետապնդել Կամո Փիրուզյանին, ապացույց ներկայացրեցին պատվարժան դատարան, որ Կամո Փիրուզյանին Վլադիմիր Դավթյանը չի հետապնդել, որովհետև իրան վկա բերեցին Բախշի Էգոյանին, որը ցույց կա տալիս, որ 12-ի կողմերը Վլադիմիր Դավթյանին իջհասրել է Սանային Սարարարթից շուկայի մոտ։
իրանց վկաներ, ոչ թե մեր։ Մենք այսքան ժամանակ իմաստ որ ջանասիրություն ենք ցույց տվել, որ ապացուցենք այդ նկարահանումները մենք դատարաններ կներկայացնենք, որ մենք ապացուցենք, որ չի եղել կազմակերպված սպանություն, որովհետև կազմակերպված սպանության կարևոր տարր է այն հանգամանքը, որ Վլադիմիր Դավթյանը հետևել է տեղաշարժին հետևելը դա կոնկրետ տարր է մարդու սպանության կազմակերպելու կազմակերպված սպանության տարր է։ Իրանք մեր ամբողջ այդ աշխատանքը եթե չակերտավոր ասած ջուրը գցեցին մի հատ վկայով, որին բերեցին դատարան, վկան ասա, որ 12-ի կողմը պատվարժան դատարան Վլադիմիր Դավթյանին իջացրել է շուկայի մոտ։ Շուկայի մոտ իջացրել է Վլադիմիր Դավթյանին Սանային Սարահարթ թաղամասից։ Սանային Սարահարթ թաղամասից Վլադիմիր Դավթյանին իջացրել է, իրանց վկայով բերեցին ապացուցեցին, որ վկան ոչ մեկին չի հետապնդել։ Միգուցե անհրաժեշտություն կա նկատելին բացատրելու ցուցմունքի եւ ճարի տարբերությունը։ Այսինքն մենք հիմա դեսա Պատվարժան դատարան խնդրում եմ շարունակել թող չընդհատի էլի։ Սկզբնական մասը ցուցմունքի է նման, հետո դառնա արդեն ճար։ Ուղղակի դատարանը խնդրում եմ մի հատ բացատրել ցուցմունքի եւ ճարի տարբերությունը, միգուցե դիտակցելով ինքը սկսի ցուցմունք տալ, էլի, որովհետեւ հիմա ճար է։ Շարունակի։ Պատվարժան դատարանի ցուցմունք եմ տալի, որ սա կազմակերպված չի, թող տեղից էլ չխոսան, խնդրում եմ ուղղակի ձեզ։ Պատվարժան դատարան Բաքշի Եվրոյանը Վլադիմիր Դավթյանին իջացրել է 12-ի կողմերը դեպքի վայր, Սանային Սարահարթ թաղամասից, որ դուք ավելի կոնկրետ իմանաք, դրանով դատախազությունն ապացուցում է, որ այս տեղաշարժին հետևելը, որը քրեական դատավարությունով, հստակ քրեական դատավարությունով ամրագրված է, որ դեպքի հանգամանքները բանը բոլոր ապացուցման կարիք ունեն, բոլորը պետք է ապացուցվեն, փաստական հանգամանքներ պետք է լինեն, պատկերավոր լինելու համար չպետք է գրեն տեղաշարժին հետևեց, տակը պետք է փաստ ունենան, մեղադրանքը կազմված պետք է լինի, փաստեր, ես ուզում եմ ասեմ, ինձ մեղադրում են, որ սա կազմակերպված է, Վլադիմիր Դավթյանի տեղաշարժին հետևելը կազմակերպված հանցագործության տարր է, դրա համար ասում եմ, որ կազմակերպված չի ու դրա ապացույցը ներկայացել է մեղադրող կողմը, երբ որ Բաքշի Եվրոյանին որպես իրանց վկաբերել են հարցաքննության, Բաքշի Եվրոյանը 12-ի կողմեր նստ իրանց, Վլադիմիր Դավթյանին իջացրել է Սանային Սարահարթից դեպքի վայր, ես ձեզ ուղիղ ասեմ, որ դուք դրա մասին չեք կարող տեղյակ լինեք, Սանային Սարահարթը դեպքի վայրից հեռու մոտավորապես 5-6 կիլոմետր, 5-9, համարյա 6 կիլոմետր հեռավորություն ունի, մոտարապես ես նույնիսկ մեքենա եմ ասել, այդ տարածքից գնացել են, տաքսին իջել է այդ տարածքով, 7 րոպե տևում է, ու եթե 12-ի կողմերը վերցնենք, որ ինքը տաքսով մի հատ տունա գնացել, մի հատ եկել է, ինքը դեպքի վայրում եղել է, բուկվալ ըստ մեղադրանքի պետք է մի րոպե առաջ հետևելը բացառում եմ կազմակերպված սպանությունը չի։ Ինչի համար եմ ես հիմա սրանից անդրադառնում, ես շատ ասելիք ունեմ, որ հենց ի սկզբանե մեղադրանքի դրած ապացույցները ոչ մի քննադատության չեն կարող դիմանալ, որովհետև իրանց գրած ես սրա դեմ եմ պաշտպանվում, պատվարժան դատարան, ես ուրիշ բանից չեմ պաշտպանում, ցուցմունքը սրան է վերաբերում, ինձ առաջադրված մեղադրանքի։ Ուզում եմ ասել, որ կազմակերպված սպանությունը, որ սա կազմակերպված չի տեղաշարժին ոչ մեկ չի հետևել, այդ ապացույցը բերել է դատախազ Բաքշի Եվրոյանի գլխավորությամբ։ Պրիտոմ եմ պարագայում, որ Բաքշի Եվրոյանի մասին ոչ մեկ չի ճշտել։ Ամբողջ նահատակության ընթացքում ոչ մեկը Բաքշի Եվրոյանի տեղը չի իմացել, Վլադիմիր Դավթյանը չի ասել, նոր վերջում է Վլադիմիր Դավթյանը ասել քննիչին, որ ինձ տաքսիստն է իջացել, այդ մարդուն դուք լսել եք ոստիկանության աշխատողներ։ Հիմա պատվարժան դատարան սկսեն ինձ ցուցմունքը, այս կազմակերպված պահը ուզում եմ, որ մենք հասկանանք, որ մենք սրան ապացուցելու ես խնդիրել չեմ տվել։ Որտեղ դատախազն է բերել վկայի, որն ասում է, որ չի հետևել Վլադիմիր Դավթյանը։ Սա նոնսենս է, որը կարող լինի պատվարժան դատարան։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում։ Հիմա ուզում եմ ասեմ սկիզբը ինչից է սկսվել, Վարդան Անտոնյանի գործով է սկսվել ամեն ինչ, որը սկսվել է այս պրոցես ընտրությունից հետո, իմ մեքենայի վրա Վարդան Անտոնյանը, պատվարժան դատարան, իմ մեքենայի վրա կրակում է։ Կրակում է Վարդան Անտոնյանը, որը հանդիսացել է այդ քերական գործի, հանդիսացել է այդ քաղաքավետի թեկնածուի քարի արտադրամասի աշխատող։ Իմ մեքենայի կրակելուց հետո այս քաղաքավետի թեկնածուն աղբորը Հայաստանի Հանրապետությունը լքել են ու երկար տարիներ Հայաստանի Հանրապետություն չեն եկել, փախել են իր օրերից միշտ կապի մեջ են։ Հիմա ասեմ Վարդան Անտոնյանի գործի հետ կապված պատվարժան դատարան, որը իմ կարծիքով սա մեխերի մեխն է, որ ինչից սկսել է սրան, որ ուշադրություն դարձնեն մնացած ամեն ինչ կլներ ուրիշ ձև։ Վարդան Անտոնյանի գործը քննվել է Թաթուլ Շուշանյանի Վանաձորի քննչական վարչությունում։ Թաթուլ Շուշանյանի գործը կոծկելու համար
տեղեկանք են լրացել, գրել են երկրորդ մատյանում։ Շուշանյանի գործը կոչելու համար, թե Թաթուլ Շուշանյանը գործը։ Չէ, այս գործը կոչելու համար, Ալավերդու ոստիկանությունում պատվարժան դատարան, այս դեպքը գրանցել են երկրորդ մատյանում, ըստ իմ ինֆորմացիա երկրորդ մատյանը դա այն մատյանն է ոստիկանություն, եւ որ մեկը երեխային չանգնում է հայաթում կամ նա փոքր բանալում, լրացնում են երկրորդ մատյան։ Ու թերթում կեղծ հոդված են տպում, որ Վահագն Աբգյանը Վարդան Անտոնյանի հետ վիճաբանել։ Սա այդ կապված ես այն անգամ եմ ասել, ես Արամ Ղազարյանի հետ հանդիպել եմ, ինձ Արամ Ղազարյանը զանգել է, հանդիպում եմ, խնդրել եկել է իմ մոտ, նստել խոսացել ենք, ինքն այն ժամանակ չեմ հիշում ոստիկանության Ալավերդու պետներ, թե վարչության պետներ, իր այդ խոսացել ենք, ես նույնիսկ իրան եմ ասել, որ սենց բաներ խի եք անում, ինչի համար է այս ամեն ինչ անում, սենց բան չի եղել, բավ մենք ահազանգ ենք ստացել եւ այլն։ Թաթուլ Շուշանյանի մոտ գործը քննելու ժամանակ, երբ որ հարցում արվում քննչականից, պարզվում է, որ այդ օրը ընդհանրապես ահազանգ չի եղել։ Ու այն ժամանակվա հակցում քրեական գործը հարցվում Վանուշ Եսիմինչյանի վրա, հերթապահի վրա, որը որ այդ ահազանգը դրացրել է, Վանուշն էլ օպերատիվ գծով տեղակալին ասում է ձեր ասելով եմ այլ եւ այլ, հակցում քննված գործերից են խոսում բոլոր իմ ասացի տակ ստորագրում։ Իմ ասած ինչի մասին եմ ասում, որ Վարդան Անտոնյանի հենց գործը ամենասկզբից, որ իմ մեքենայի վրա կրակել է, այս Հարությունյան Վահագնով ու այս իրանցից խմբակով ամեն ինչ արել են, որ ոչ մի բան չբացահայտ։ Բացահայտվել է Լոռու մարզի վարչությունում, որ այդ ավտոյի վրա կրակել է։ Ու ինչի համար եմ սա գալիս, սա ուղիղ պետք է պրոյեկտ են Վարդան ու Փիլիզյանի գործի հետ, որովհետև նույնիսկ քրեական գործին որ ծանոթանում են, փոխկապակցված գործ է, որովհետև ընտրությունից հետո կապված գործ է։ Նույնիսկ գործին ծանոթանում ենք, Վարդան Անտոնյանի գործովերի նույն հաստաբանն եղել է դուժողի ներկայացուցիչը, նույն ձևի իր գործում սենց է գնում։ Ընտանիքին վախացել են երեխեքին, կամ Փիլիզյանն հիշում է, որ երեխեն Պուլպուլակի մոտ վախացել են, ընտրությունից հետո կամ Վարդան Անտոնյանին հետապնդել են իր դիրքորոշման համար։ Արթուր Մնացականը ցուցմունքներ է տալիս պատվարժան դատարան, թե իրանց պետք է այս զուգահեռ Վարդան Անտոնյանի գործը, այդ ժամանակ որ ես մենք կալանք ենք եղել, զուգահեռ Վարդան Անտոնյանի գործը գնում էր առաջացանի դատարանում եւ վերաքննիչ դատարանում։ Արթուր Մնացականյանը ցուցմունք է տալիս պատվարժան դատարան, այս նախաքննության մեջ է ցուցմունք տվել, որը դատարանը համարում է, պնդում է, որ այս նախաքննության ցուցմունքները ճիշտ է, եւ դատախազը պնդում է, որ այդ ցուցմունքները ճիշտ է, Արթուր Մնացականը դատարանում տված ցուցմունքների հետ ոչ մի իրարից տարբերություն չկա, իրական տարբերություն չկա, եւ ես հղում եմ ամեն ցուցմունքներին, որ Արթուր Մնացականը տվել, Արթուր Մնացականը ցուցմունք է տալիս մեր գործով։ Չէ, տեսեք, դուք գնացեք ուզում կարդամ։ Տեսեք, դուք մի պահ անցում կատարեցիք այլ քրեական գործի, ինչ որ ձեր հետ կապված։ Այդ դրա հետ կապված, էլի քրթում եմ։ Հետո փոխվեցիք արդեն բանի, Արթուրի ցուցմունքի վերցնում սկսեց։ Այդ գործը ցակրել։ Լավ ասեք։ Այդ գործը ցակրել պատվարժան դատարան։ Ես ուրիշ բանից չեմ ասում, սա փոխկապակցված մի հատ դուք պետք է փոխկապակցված նայեք։ Իմ խնդրանքը մենակ էտա, որ դուք սա նայեք մի հատ դրվագով, որ այս անձիկ ընդհանուր իրար հետ աշխատել են, եւ որ ասպախապեն գնաց դատվես։ Այս սիտուացիան, որ դուք հասկանաք իրավիճակը ինչ Արթուր Մնացական էս քրեական մեր քրեական գործով Հետագայությամբ ներկայացեք անցումներ, որպեսզի հետագայում այդ ձեր ցուցմունքը ինքը դատարանի աշխատակիցը լսելու է եւ գրի եզրափակիչ դատական պատվարժան դատարան։ Հիմա եթե դուք մի նախադասություն ասեք մի դեպքի մասին, մի նախադասություն մյուս դեպքի մասին, հնարավոր է որ դա ընդհանուր առմամբ վերլուծվի, որ Վահագն Աբգյանը հայտնեց, որ օրինակ իմ հետ կապված այս քրեական գործը փորձ է արվել կոծկվի։ Հետագայում Տիկին Ծառուկյանը չասի, որ ինքը ձեր միտքը համաչափում նույն դեպքի մասին է սա։ Դե բայց անցում չի։ Պատվարժան դատարան ընտրությունից հետո առաջին դեպքը, որ եղել է մեքենայի վրա կրակելն է եղել։ Արթուր Մնացականը մեր քրեական գործով ցուցմունք է տվել այդ դեպքի վերաբերյալ։ Ցուցմունքը, որ հիմա չկարդամ Մնացակայանի այն դեպքի վերաբերյալ տված ցուցմունքին եք հղում կարող։ ստեղ ցուցմունք տվել։ Այս մեր գործը ցուցմունք։ Այն դեպքի վերաբերյալ մեր գործով է ցուցմունք տվել։ Որ փոխկապակցված գործ է պատվարժան, կա լավ չեն բացառ։ Ես այսքան տարի անգամ եմ ցույց տալիս, այո, ես եմ մի քիչ ավել բան, բայց իմաց ասելա, որ այս մեր հարցը արդեն այն գործով, այս գործի մասին ցուցմունք է տալիս։ Մեր հիմիկվա քրեական գործով ցուցմունք է տալիս այդ գործով։ Մեր գործով է ցուցմունք տալիս։ Վարդան Անտոնյանի գործով։ Լավ, հարցը շարունակ։
Վարդան Անտոնյանի գործով որևէ չկարդամ հունվարի 30-ի ցուցմունքն, որը դուք կարաք կարդաք, Վարդան Անտոնյանի գործով ցուցմունք է տալիս, ինչի համար եմ ես շեշտում, որ իրան ուղղորդում են, որ ինքը ցուցմունքներ տա պատվարժան դատարան, որպեսզի Վարդան Անտոնյանին այն քրեական գործով փրկեն։ Փրկելու աշխատանք է սկսվում եւ Արթուր Մնացակյանը ցուցմունք է տալիս այդ քրեական գործով, որովհետեւ մեծ հաշվով այդ քրեական գործով ցուցմունք տալուց կապել է այն քրեական գործի, որ սա իր այդ կապված է, Վահագն Աբգարյանը շատ վատնա իր մարդիկ սաղին նեղացրել են, Վարդան Անտոնյանի գործով ցուցմունք է տալիս պատվարժան դատարան, այս շատ կարևոր ցուցմունք է, որ Վարդան Անտոնյանը Ոչ Վարդան Անտոնյանին ինքնաձիգով կրակոցները արձակե Վահագն Աբգարյանի վրա։ Վահագն Աբգարյանը Վարդան Անտոնյանի կրակել է Վահագն Աբգարյանի մեքենայի վրա, որովհետև Էդուարդ Պողոսյանը իրան պատեզդում հարվածները հասցրել, ընտրությունից հետո դիրքորոշման համար, ես ուղի բառացի չկարդամ, մեկ էլ որ հետո որ Վահագն Աբգարյանին սպանելու մտադրություն չի ունեցել, Վահագն Աբգարյանն է քշել մեքենան, եղել է մեքենայի ղեկին, Էդուարդ Պողոսյանն եղել է իր հետ, Վահագն Աբգարյանի հետ եղել է Վարդան Ավագյանը, մենք եղել ենք իմ մեքենայով, Արթուր Մնացակյանը հետևի մեքենայով եղել է Էդուարդ Պողոսյանի հետ, ու այս պատմությունը սկսվել է, որ Վարդան Անտոնյանի պատեզդում ընտանիքի մոտ մեքենա են քշել, ընտանիքի մոտ իրան նեղացրել են, ինքը շատ ազդված, որ իր ընտանիքի հետ կապված բան չի ուզեցել ավախացնի, ու Վահագն Աբգարյանի հետ կապված, սա ինչի համար եմ ասում, որ այս գործը վեր են կալել, ոնց են ստեղ մի բանից խոսում է տալմեն ուրիշ քրեական գործ, որ հետո տանեն սա իմ դեմ օգտագործ են ասում, տեսեք, այն մի գործը գնում այն ժամանակ, ու ստեղ շատ կարևոր հանգամանք է հետևյալը, ես ուղղակի բերել եմ այս նշումներն արել եմ այդ գործից, ուղղակի կարդամ, որ պարզ լինի։ Այս գործը զուգահեռ մեր գործն է գնում, այն մի գործը գնում է վերաքննիչ դատարանում, Վճռաբեկ դատարան առաջացանում քննվել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 13-ը, որ ավելի կոնկրետ ասեմ 2018 թվականի հունվարին արդեն Արթուր Մնացակյանը այս ցուցմունքը տվել է, որ Վահագն Աբգարյանը Էդուարդ Պողոսյանը մեքենայի մեջ էր, Էդուարդ Պողոսյանի գլխին Վահագն Աբգարյանը տվել է, Վահագն Աբգարյանն ասել է, որ Էդուարդ Պողոսյանը խփի Վարդան Անտոնյանի գլխին, որտեղ Վարդան Անտոնյանը դիրքորոշում է ունեցել եւ այլն եւ այլն։ Հետո այս վերաքննիչում այս գործը քննվել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ից։ Ինչի համար եմ ասում։ Այս նույն վերաքննիչում բողոքը պաշտպանող դատախազը մեր քրեական գործով նույն դատախազն է եղել Տիգրան Ենոքյանը։ Համեզ մեր քրեական գործում է ինքը եղել նախաքննության հետ կապված քննություն իրականացնող, այն մի գործով էլ մեղադրանքը պաշտպանող։ Կարող է լինել։ Կարող է, իհարկե, շատ ուրախ եմ ես որ ինքն է։ Հիմա պատվարժան դատարան, այս Վճռաբեկ դատարանի որոշումն է ԼԴ 20056-0116 Վճռաբեկ դատարանի որոշումն է Վարդան Անտոնյանի գործով։ Որն ինչի համար եմ ուզում հողանեմ, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային իր որոշման մեջ գրել է, որ Վարդան Անտոնյանը չխանգարեն խնդրում եմ ուղղակի ձեզ, Վարդան Անտոնյանը պատվարժան դատարան կրակել է Վահագն Աբգարյանի ավտոյի մեքենայի վրա, իրանից անկախ ոնց որ չի կարծես սպանի, որովհետև մեքենան եղել է զրահապատ եւ այլն, ու ամենակարևորը, որովհետև Վարդան Աբգարյանը չի եղել մեքենայի մեջ։ Եվ չպարզված շարժառիթ է, գլխին տալու մասով չպարզված շարժառիթով։ Սա մենակ այս ապացույց ինչի համար եմ ասում, Տիգրան Ենոքյանը այս գործով գալիս է դատարան, ասում է ես նախաքննությունը Արթուր Մնացակյանը ճիշտ ցուցմունք է տալիս, այստեղից դուրս է գալի գնում Վարդան Անտոնյանի գործը ասում է ալի տոտոն Վահագն Աբգարյանը այնտեղ չի եղել, էս ինչ եք ասում։ Իրանք դե բողոք են տարել բանից, մենք ոնց Վահագն Աբգարյանը այնտեղ չի եղել, չպարզված այդ հանգամանքը։ Չպարզված հանգ, ես մեքենայում չեմ եղել պատվարժան դատարան։ Այս մեր ցուցմունքում, որ սա նոր երևալ եկած հանգամանք սարքեն դետանեն օգտագործեն Վարդան Անտոնյանին փրկեն ու վերաքննիչով ազատել են, հետո Վճռաբեկը բողոքարկել են, Վճռաբեկը նոր արդարացրել բանը դատել է, այստեղ հստակ գրած է, որ Աղթարայի կամրջի մոտ Վահագն Աբգարյանն եղել։ Արթուր Մնացակյանը դրանով ասել էր, որ դուք եղել եք մեքենայի մեջ ցուցմունքով, որ ինքը ձեր մեքենայի հետևից էր գալիս։ Ինքը ցուցմունք է, սա ցուցմունքն է։ Վճռաբեկ դատարանն էլ նախադեպային իր որոշման մեջ եզրահանգումներով եկել է, որ Վահագն Աբգարյանը չի եղել, ես չկամ այդ գործի մեջ, պատվարժան դատարան։ Այս քրեական գործն է Վճռաբեկ դատարանի, պատվարժան դատարան, Վճռաբեկ դատարանի նույնիսկ
նույնիսկ ինչ ասում, քննության չպարզված շարժառիթով Վարդան Անտոնի եւ այլն, չիմանալով, որ վերջինիս փոխարեն ավտոմեքան գտնվում է Վահագն Աբգանի ընկեր Էդուարդ Պողոսյանը, չիմանալով։ Ես երկու նախադասությունն է, ինքը իր ցուցմունքով, այս ցուցմունքը իմ չեմ անասում, որ Տիգրան Երնոքյանի մոտ է, ինքը լավ է որ դատախազներ են, բայց ինքը ստեղ ասում էր արդյոք մնացողանը ճշտախոստաղա է։ Ընդեղ տալի են ցուցմունքներ ատվել եւ այլն, բայց ամբողջ այս ընթացքում քննության մեջ պարզվել է որ Վահագն Աբգանը մեքենայի մեջ չի եղել, իմ կարծիքով սա շատ կարևոր հանգամանք է, ու սրանով մենակ ապացուցվում, այս սրանով ինչ ապացուցում, արդյոք մնացականի սուտ ցուցմունք տալը։ Ես ապացուցում եմ այս վճռաբեկ դատանի որոշումով, որ մենակ այս թե որոշումը իսկ դուք այն գործի շրջանակներում Արթուր Մնացականյանի հետ առերեսվեք, որ ասեք, որ ես այդ մեքենայի մեջ չի մեկնել, քանի որ Արթուր Մնացականյանը հայտնել է, որ ինքը ձեր հետևից եկել է ու դիմացի մեքենայի մեջ եկել։ Պատվարժան դատարան Արթուր Մնացականյանը այս ցուցմունքները որ տվել, արդեն տվել է իմ բռնված ժամանակ։ Իմ բռնված ժամանակ ես արդեն ինձ որ ձերբակալել են։ Ինքը արդեն այս ցուցմունքները տվել է իր ձերբակալված ժամանակ։ Իր բոլոր ցուցմունքները մեղադրյալի կարգավիճակով, ինքը որպես մեղադրյալ իմ դեմ ցուցմունքներ ա տվել, որ Վահագն Աբգանը sense Վահագն Աբգանն է, ու իր ցուցմունքը մի ամբողջ թերթիկես նկարագրում է Վարդան Անտոնյանի գործը։ Որ ու ինչի համար եմ ասում, որ այս իր ցուցմունքի ժամանակ այդ գործը դեռ առաջացանում քննվում էր։ Դրանից հետո եկել է վերաքննիչ, հետո եկել է վճռաբեկ, այս ցուցմունքներն արկա է եղել ու Վարդան ինձ այդ հարցերը տվել են։ Իսկ դատարանը կանչել են որպես դժոխ հարցաքննության։ Ես դժոխ եմ, որտեղ գույքի իմն էր։ Հարց են տվել, որ Վահագն դու մեքենայում ես ելել, չէ, դատախազնել եւ այլն, բոլորը ես ցուցմունք եմ տվել։ Վարդան Անտոնյանի ցուցմունքը գիտես ինչի մասին էր։ Վարդան Անտոնյանը այս հարցով ցուցմունք չի տվել։ Ինքը նույնիսկ ցուցմունք հատել, որ Վահագն Աբգանին չի տեսել, եկան Վահագն Աբգանը Էդուարդ Պողոսյանն է մեքենայում տեսել։ Վարդան իրանց պաշտպանյալն է։ Երբ որ դատավորը հարց էր տալ իրանց պաշտպանին, բաց ցուցմունք ունեք տալու, դե պաշտպանը երկու բառ չի կարող խոսալ։ Իրանք ես միջնորդել եմ իրան հրավիրել դատարան, եթե դուք ընդունեք, շատ կարևոր է, որովհետև սա լուրջ շատ կարևորություն իմ կարծիքով բաներ կբացահայտվի։ Երբ որ Վարդան Անտոնյանի դատավորը հարց էր տալի, ասել ուզում եք դուք ցուցմունք տալ, այս Վարդան Անտոնյանի փաստաբանն ասել էր, հա ինքը ցուցմունք է տալու, բայց գրավոր ենք բերել։ Դրա համար ես ենթադրում եմ, որ Վարդան Անտոնյանի ցուցմունքն իրանք են գրել, որովհետև Վարդան Անտոնյանը չի կարող դիրքորոշում բառ ուղղակի առանց ուղղագրական սխալի գրի, էլի, որ դիրքորոշում հայտնելու է կազմել։ Փաստաբանի ներկայացուցիչ։ Փաստաբանի ներկայացուցիչ։ Ընդհանրապես Վարդան Անտոնյանի գործով իր ցուցմունքները պատվարժան դատարանում սահում եմ անում նրա հետ կապված, որ վճռաբեկ դատարանում մենք ունենք որոշում, 3 ատյաններով անցած որոշում, որ Վահագն Աբգանը մեքենայում չի եղել ու դրա այդ տվյալ անձի գլխին ոչ մեկ արմատուրով չի խփել, չպարզված հանգամանքներով դա դատախազության դիրքորոշումն է։ Ես զարմանում եմ, որ դատախազով իր դիրքորոշում ունի, մեր գործող դատախազները լրիվ համամիտ չեն, ընդդիմադիր են այս դատախազական այս գործողություններին դատախազության, սա էլ ուրիշ քննարկման թեմա է, բայց դատախազները միշտ պնդել են, որ սա չպարզված հանգամանքով է, դատավորը վճռաբեկ դատանի այս գործով դատախազները իմ նախագահության ողջ քննության ընթացքում այն գործով կրակոցի հետ կապված որևէ հարց չի քննարկվել եւ ձեր մեքենայում լինել չլինելու հանգամանքը չի քննարկվել։ Այս դատախազները Պատվարժան դատախազները մի հատ համակարգ են։ Ես տվյալ դատախազի Հիմա պայմանականորեն ընդունենք, որ այս դատախազները հղում են տալիս Արթուր Մնացականյանի ցուցմունքին, հղում են տալու։ Հիմա անձը կարող է պայմանականորեն մի օր սուտ ցուցմունք է տվել, մի օր ավելի սուտ ցուցմունք է տվել, մի օր ճիշտ ցուցմունք է տվել։ Հիմա ձեր խոսքից համենայնպես այդպես է հասկանալի, որ եթե Արթուր Մնացականյանը մի անգամ սուտ ցուցմունք է տվել, ինչը դատական այցաններով վճռաբեկի կողմից հաստատվել է, հետևաբար այն իր ցուցմունքին որևէ կերպ հղում չպետք է տրվի։ Ես գտնում եմ, որ եթե քերական գործի մեր ցուցմունքում նշել է տվյալ դեպքի մասին, իհարկե։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Լավ, իհարկե հետագայում կտեսնենք հանրապետությունները կտան թե չէ, ամենայնպես այս պահի դրությամբ դեռևս Պատվարժան, հասկանում եմ ձեր ասածը, չէ՞ որ դուք ասում եք դատախազները այնի դատախազները հաստատված են ընդունել այդ հանգամանքը, այս դատախազներն էլ դա հաստատված չեն ընդունել, այս դատախազներին մենք այդ մասը Պատվարժան դատան Տիգրան Երնոքյանը եղել է նախաքննության վերահսկող դատախազը մեր գործով, Վարդան Անտոնյանի գործով դատախազը։ Իր մոտ եղել է բոլոր նախաքննության Արթուր Մնացականի ցուցմունքները, ու ես մի գրամ իր պրոֆեսիոնալիզմը չեմ կասկածում, որ սա դեռ քննության առարկա չի դարել, որտեղ ինձ այդ հարցը տվել է ընդդեպի դատավորի եւ դատախազը, ես այնտեղ հարցաքննվել եմ։ Ինչի համար եմ ասում, Արթուր Մնացականը կամ լիակատար Պողոս Պողոսյանը կարող է միտեղ ցուցմունք տա, ես համարում եմ, որ արժանավորության հարցը մի անգամից կա։
անկախ նրանից կասկածի տեղի կա տալիս, որ այս մի դրվագով ճիշտ է, այս մի դրվագով ճիշտ չի, ես խոսում եմ հունվարի 30-ին տված ցուցմունքի հետ։ Դուք ինչ եք անում, գնահատելու եք ցուցմունքը թերթերով, պատվարժան, ասեք 25-րդ թերթում սուտ է խոսում, բայց այս 26-րդ թերթերը լրիվ այս մարդը ճշմարտությունն է ասում, ես համարում եմ, որ ինքը Ապայա, տեսեք, հիմա դուք ըստ էության քրեական գործում ամենադեպս ձեր ելույթից այդպես ես հասկացա, որ դուք շարունակաբար քրեական գործի ապացույցներն եք վերլուծել։ Ես ապացույց որ այս փուլին դուք ցուցմունք եք տալիս մեղսագրվող արարքի վերաբերյալ։ Այդ ապացույցների հետ կապված ձեր վերլուծությունները եզրափակիչ ձեր ճարում արդեն պատվարժան դատարան ինձ մեղադրել է այն ցուցմունքով, որ այս մարդը ուղարկել մի գլխին տալիս, դա չէ, դա եմ ասում, որ թես բան չի եղել։ Մարդը գրել է, որ Վահագն Էդուարդ Պողոսյանը գնացել է տվել է գլխին, պատեզդում, ես այդ վճռապետի դատարանի որոշում եմ բերել, որտեղ գրած է, որ այդ ծրի շարժալ չի եղել, մարդը մեքենայի մեջ չի եղել, ես ոնց ապացուցեմ, որ ես այդ մեղսագրվող արարքում չկամ։ Այդ ժամանակ էլ հանցավոր համագործակցության մեջ եմ ես մեղսագրել, որ ես հանցավոր համագործակցության ղեկավար եմ։ Հիմա էլ ասեմ դատարանի որոշում կա, վճիռ կա դատարանի, որ Վահագն Բյանը չի ուղարկել ոչ մեկին ոչ մի տեղ, բայց ոնց ապացուցեմ, որ ես չեմ հայտարարություն չեմ անում։ Ես ուղղակի դատավճռով վճռապետ դատարանի ապացուցում եմ, որ սուտ է, պոտենցիալ ստախոսային, ես ուրիշ բան չեմ խոսում, պատվարժան դատարան։ Ուղղակի հողում եմ անում դատարանի որոշման, որ չմնեմ ես ստեղ եմ եղել, դատարանն է որոշում։ Ապացույցի արժանավատություն եք այս պահին վիճակում։ Ես ասում եմ, որ ես դա մեղք չեմ անում։ Առնչությունը այս քրեական գործի։ Այս քրեական գործի արարքին ձեր առնչության մասին խոսեք։ Դուք առավելապես դրա մասին պետք է։ Պատվարժան դատարանից ձերբակալել են, կալանավորել են։ Ինչի մեջ ասես ինձ մեղադրել են։ Ես արդյոք մնացականի ցուցմունքների, որ արդյոք մնացականը ցուցմունք հատած, որ Վահագն Բյանը մարդ է ուղարկել, որ մեր գլխին պատեզդում տան, այս ամենք հասնել են Կամո Փիրուզյանին։ Եվ որ իրանք ասում են Վահագն Բյանը Կամո Փիրուզյանին սպանել պատվիրատել, որովհետև Վարդան Փիրուզյանը Վահագն Բյանի այդ գործողերն են այստեղ ցուցմունքներ ա տալիս, այդ գործով հարցաքննվում եմ մի բանում, վեբանում, ինչքան գիտեմ դեռ գնում է այդ գործը։ Ուզում եմ ասեմ, ես պատվարժան դատարան, ուզում եմ ասեմ, որ այս մարդը տարբեր տեղեր ցուցմունք ա տալիս, մետադիչկով ցուցմունք տվող ա, բայց ես չից խոսամ։ Եթե այդ մարդը ցուցմունք ա տալի, որ Վահագն Բյանը մարդ ա ուղարկել, որպեսզի խփեն Էդուարդ Պողոսյանի գլխին խփել են պատեզդում իր դիրքորոշման համար։ Այստեղ էլ ասում են Վահագն Բյանը մարդ ա ուղարկել, Վարդան Փիրուզյանին գողան անտանեն անտառում փչացնել, որովհետև ինքը Արթուր Աբգայանին ընտրել։ Վարդան Փիրուզյանն էլ այդ երկու զինաթափել է ու իրանց սպանել է իրանց զենքով։ Մի հրաշք անձնավորությունների մասին է խոսքը։ Որտեղ եթե սովետությամբ ես չպաշտպանվեմ, մի հատ բենզինանողից պատվարժան դատար, իրանք ինչ են ասում։ Նու մոտարապես Տուժովին ինչ էր ցուցմունք տալիս պատվարժան դատարան։ Ցուցմունք էր տալիս, որ Կամո Փիրուզյանը Հիսուսն էր, համնատում էր Հիսուսի հետ, բենզինից դեղ սարքողին։ Եթե իրանց լսեմ ես չպաշտպանվեմ, դուս ա գալի, որ Կամո Փիրուզյանը բենզինից դեղ սարքելով չզբաղվել, պրոստը գիտահետազոտական աշխատանքներով ա զբաղվել։ Բայց ո՞նց եք ուզում պաշտպանվել։ Հիմա իր անկալմամբ ինքը իր վերաբերմունքի իր անկալումը ցույց է տվել, հարցեր են տվել, պատասխանել։ Դրա համար բնութագրել է այդ անձին։ Հիմա դուք էլ ասում եք, որ այդ անձը այդ բնութագրիչը չունի, դա ձեր մեղքը երկող ինչ փաստական հանգամանք։ Այն որ վտանգ ա եղել Վլադիմիր Դավթյանի համար։ Մենք չենք խոսում ժողովրդիկների անսամբլի մի հատ նվագողի մասին։ Հիմա դուք առավելապես պետք է ձեր առնչակցությունը սույն դեպքի մի հատ դա փորձեք հերքել, հետո նոր արդեն ձեր ընկերոջը կամ սանիկին կամ պատվարժան դատարան, մենք այսօրվա դրությամբ իրար հետ։ Վլադիմիր Դավթյանին մեղսագրվում արա, որ ես պատվեր եմ Կամո Փիրուզյանին սպանի։ Վլադիմիր Դավթյանը ցուցմունք ա տվել, ես Կամո Փիրուզյանի բնութագրել եմ, ես դրա անդրադառնալու եմ իր ողորմելու մասին։ Կամո Փիրուզյանը վտանգ ա ներկայացրել, ես ինչի համար եմ ասում։ Բայց որ ապացուցում եմ, որ Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանի հետ խնդիր ա ունեցել։ Կամո Փիրուզյանը Վլադիմիր Դավթյանի հետ խնդիր ա ունեցել։ Դրանով փորձում եք հերքել ձեր առնչակցությունը։ Դրանով ոչ թե փորձում եմ հերքել, դրանով ապացուցում եմ։ Դրանով ապացուցում եմ, ես Կամո Փիրուզյանին կյանքում հիմա հետ եմ ուզում ասեմ։ Ես Կամո Փիրուզյանին պատվարժան դատարան, իմ ձեզ քան ժամանակ ուղղակի մենք, չգիտեմ, երևի ես լավ չեմ բացատրում, լավ չենք իրար հասկանում կամ ընկալում, ես ավելի շատ գտնում եմ իմ մեջ այդ, բայց իմ ամբողջ ասած իմաստերն է, որ Արթուր Մնացականը մեր քրեական գործով ցուցմունք ա տվել, որ Էդուարդ Պողոսյանը խփել է սրա գլխին, հետո այդ խեղճ Էդուարդ Պողոսյանին ուղարկել են, որ նա Վարդան Փիրուզյանի գլխին խփին դեր են սարքել։ Մահացածի վրա ցուցմունքներ են տալի, մարդը որ չի կարող դա պաշտպանվի, պատվարժան դատարանի բաղուր ասած իմաստն է դա, Արթուր Մնացականը չի կարող մի հատ ցուցմունքը, որ այն դեմ տվել է, մի պարբերությունով ճիշտ ասի, մի պարբերությունով սուտ ասի։ Հա, կարա ուրիշ քրեական գործով ենթադրաբար, բայց մեր քրեական գործում է ցուցմունք տվել։ Մեր քրեական գործում ցուցմունք ա տվել, որ Վահագն Բյանը եղել է մեքենայի մեջ,
Վճռաբեք դատաներ այդ քանտարի ապացույցերը, որ Վահագն Բաբյանը կարդացի։ Դա Էդուարդ Պողոսյանը, Վարդան Ավակյանը, ինչն են հանդիսանում։ Էդուարդ Պողոսյանը եղել է հյուրանոցի տնօրենը։ Ինչ շատ հարազատ մարդ։ Վարդան Ավակյանը։ Վարդան Ավակյանը իմ մանկության ընկերն է, որ ես ամենօրյա շփում չեմ ունեցել, բայց ինձ էլի մոտիկ մարդ է։ Իրենց ով է սպանել։ Ես չգիտեմ ով է սպանել։ Ես տեղեկություն ունեմ ինտերնետից, ոնց որ Կամո Փիրուզյանի տիկին էր ասում, ես այ որ ասում եք ինտերնետից տեղեկություն ունեմ, ինտերնետից ինչ իմացա, կատարողով էր, կատարողը կա հիմա այդ գործով։ Ես չգիտեմ, ես պատվարժան դատարան հիմա դες բան ասեմ, էլի։ Ես Կամո այդ Վարդան Փիրուզյանի գործով ես իմ ցուցմունքը պետք է ստեղ պնդեմ։ Դուք ինչ ուզում եք ասեք, ես այնտեղ ցուցմունք եմ տվել, ստորագրել եմ ցուցմունքի համար, ես այն գործով հարցակնվել եմ։ Բաբոր ես պնդում եմ այն ցուցմունքը, որ Վարդան Փիրուզյանը քավության նոխազ է։ Էդուարդ Պողոսյանի սպանությունը, Ես հարց եմ տալիս, ասում Էդուարդ Պողոսյանի, Վարդան Ավակյանին ով է սպանել, ասում։ Ես չգիտեմ։ Բայց պատվարժան դատարանը վերջի անգամ Էդուարդ Պողոսյանի հետ խոսացողներից մեկը ես եմ եղել հիվանդանոցում, Էդուարդ Պողոսյանն չի իմացել։ Վարդան Փիրուզյանը առողջությունում է դեպքի հետ։ Ես չգիտեմ։ Մենակ գիտեմ ինտերնետում որ գրվում էր որ Վարդան Փիրուզյանը Վարդան Փիրուզյանի գործով հարցակնվել է։ Հա։ Ցուսմունք չեն դժվար։ Վարդավիճակի ունեցել Վարդան Փիրուզյանը։ Ես չեմ իմանում, դա իրանք ասել են որ մեղադրվում է Վարդան Փիրուզյանի սպանության մեջ, ես լասն եմ որ սուտ է։ Վարդան Փիրուզյանը մեղադրվում է Էդուարդ Պողոսյանին եւ Վարդան։ Ես է ցուցմունք եմ տվել որ Վարդան Փիրուզյանը խաբության նոխազ է, որտեղ Էդուարդ Պողոսյանի վերջի անգամ դոպսը տեղում չի մահացել։ Էդուարդ Պողոսյանը ես եմ հիվանդանոց տալ, այսինքն նոխազ ասելով ի՞նչ նկատի։ Որտեղ Էդուարդ Պողոսյանը լա սախ տեղ չկար ծեծած Էդուարդը Վարդան Փիրուզյանի ենթադրաբար ընդեղ եղել է, օրինակ եմ ասում։ Այնտեղ մենակ չի եղել, կարող է որ իր մարդ է սպանել։ Ես հաստատ համոզված չեմ որ Վարդան Փիրուզյանը այսեն գործով վկայություն եմ տվել, որտեղ Էդուարդ Պողոսյանը ես խոսացել եմ։ Էդուարդ Պողոսյանը երբ որ հիվանդանոցում ավտոյից իջացնում են, իմ հետ խոսացել է Էդուարդ Պողոսյանը։ Այսինքն համոզվածություն չեք ունեցել, հետեւաբար չեք էլ իմաստ չկար էլ վրեժխնդիր։ Պատվարժան դատան դրանից առաջ էլ իմաստ չկար, ես ամենասկից ասեցի որ ընտրությունից հետո մեկին պատժելու իմաստը որն է։ Պրոստը դե թե իմաստը մենք ունենանք, օրինակ ընտրությունից առաջ մեկին պատժեն ասեն հա ընտրության ժամանակ մեկին ճնշում են որ օրինակ եմ ասում։ Ընտրությունից հետո երբ որ քու տեխնացուն որին օրինակ դու ընտրել ես հաղթվել է։ Դրանից հետո մի թե պարպաս տեխնացուին էլ չճնշես, նրան ինչ որ աշխատողին պատեզդում ուզենաս ինչ որ վնաս տաս։ Պրոստը դրա իմաստը չկա։ Իսկ այն շարժարիթը որ իրանք դրել են որ Վահագն Աբգարյանը Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է, որտեղ Վարդան Փիրուզյանը սպանել է իր անգերներին, ըստեղ Տուժովին հարցակրության ժամանակ Տուժովի կնոջը հարց տվեց Աննա Ծառուկյանը, ասեցի ձեր ամուսնու եղբոր սպանությունից ինչ կասեք, ասավ ես չգիտեմ, ես ինտերնետից եմ ասավ կարդացել։ Մի պարագայում երբ որ դուք որպես դատավոր հարց եք տալիս, ասում եք տիկին, իսկ ո՞նց իմացա Կամո Փիրուզյանը որտեղ էր կանգնած, ասավ ես ամեն ինչ գիտեմ։ Ես Կամո Փիրուզյանի ընկերն եմ եղել։ Բայց Աննա Ծառուկյանի հարցին ով ասպարել, ասավ ես չգիտեմ, ես ինտերնետից եմ տեսել։ Իմաստելու ամբողջ իմաստը պատվարժան դատարանին է, սպանությունից հետո քրեական գործով ապացուցված է, ես եղել եմ Երևան ճանապարհին, Ալավերդու հասնելուց։ Ինձ զանգեցին ասին ես դեպքը պատտվել եմ քրեական գործով դա ապացուցված փաստ է, պատտվել եմ գնացել եմ Երևան։ Երևանում որ հիվանդանոցում տենանք ոնց է, մենք սկորուա մեքենայի իմ հետ հարազատների այն մարդիկ, որոնք իմ հետ կապի մեջ են եղել։ Էդուարդ Պողոսյանը մինչև Երևան հիվանդանոց գիտակցության վրա է։ Իրան որ մեքենայից իջացել են, ես եմ առաջինը մոտիկացել։ Բացի այն որ ես չգիտեի որ իր եղբայրն էլա խոսացել վլադիմիտացիա ցուսմունքվեց, ես նույնիսկ դրա մասին տեղյակ չէի։ Էդուարդ Պողոսյանը ես մոտիկացել եմ, ինքը իմ ձեռը բռնեց, ամուրը բռնած էր։ Ես իր ֆիզիկական, ինքը ահավոր ֆիզիկապես ուժեղ էր։ Ես կներեք այս բանով ասեմ, իր վիզը իմ գլխից մեծ էր։ Ինքը ֆիզիկապես ուժեղ սպորտսմեն տղա էր։ Վրան տեղ չկար պատվարժան դատարան։ Աշկը կապուտ շորի վրա տեղ չկար։ Ես իրան մոտիկացել եմ, ասել եմ, դու ինչ ա եղել։ Ասելա չեմ տեսել, շատ եմ, ոչ մեկի չեմ տեսել։ Դրա համար ես անկախ ամեն ինչից, եթե ուզենամ մեկին որ պատվերով սպանություն տա, գոնե պետք է ինֆորմացիա ասելի հստակ, որտեղ թերթում մի հատ անբարոյական մի հատ հոդված գրի, ես դրանով գնամ մեկին պատվեր տամ, դա էլ է սխալ էլի։ Ես Էդուարդ Պողոսյանն եմ ինֆորմացիայի աղբյուրը։ Եթե թեկուզ Վարդան Փիրուզյանը ընդեղ եղել է, այնտեղ Վարդան Փիրուզյանը չէր կարա գործող անձ լիներ։ Դուք ո՞նց եք մտածում իրանց ասած բանով, որ երկու հոգի գնացնեն Վարդան Փիրուզյանին առևանգ են։ Վարդան Փիրուզյանը առևանգ են Վարդան Փիրուզյանի մեքենայով առանց ավտո, հրացանով, ավտոմատով, հիմա էլ ավտոմատը հրացան է դառել։ Արդյոք մնացական հիմնես գործով ացուցում տալ, որ Վարդան Էդուարդ Պողոսյանը ես ուղարկել եմ, որ Վարդան Փիրուզյանին վնաս տան։
Դրա համար եմ ասում, սա փոխկապակցված է։ Եթե ապացուցված չի անհայտ շարժառիթով այդ Վարդան Անտոնյանի կրակոցը, ու ես մեքենայում չեմ եղել, սա այդ փոխկապակցված է, թե փոխկապակցված չի, թե առանձին դրվագներ են։ Իհարկե փոխկապակցված է, բայց եթե մի փաստական տվյալի մասին ինքը խոսում է լրիվ սուտ, լկտի սուտ, հաջորդ թերթը չի կարող ճիշտ լինի, ես դեր ուշադրությունը դրա համար եմ, այստեղ մենակ աղմուկ կա ու ծխածածկույթ են ստեղծում, որ իրականը չպարզվի, ես չեմ իմացել։ Ես պատվարժան դատարան Էդուարդ Պողոսյանի սպանության հետ կապված ցուցմունք եմ տվել, ես շատ փակուց չեմ կարող բացել, ինչ դաժե ավելացումներ են արել։ Նույնիսկ փաստական հանգամանքներ ունեն իրանք իրենց ձեռքի տակ, որտեղ շատ մարդ ա եղել, ես շատ բան չեմ կարող բացահայտել։ Այնտեղ շատ մարդ ա եղել, այնտեղ ականատես վկակա, որը տեսել ա, որ կրակոց ամիջոտ ավտոներա, որ դուրս են գալի։ Իսկ դուք Էդուարդ Պողոսյանից, որ ասացիք, որ բային գիտակցությունը տեղը, որպեսզի նորից չվերահանենք այս դեպքի, հետաքրքրվել եք։ Պատվարժան Չարաշ դուք այդ հետաքրքրվելու հետ կապված ասեցիք, որ ինքը ի պատասխան ասել է, որ չեմ տեսել շատ է։ Դուք հետաքրքրվել։ Դրանից հետո։ Չէ, հետո արդեն դեպքից հետո, որ իրան ասում եք գիտակցությունը տեղն է։ Էդուարդ Պողոսյանից եմ հետաքրքրել, թե չէ։ Հետաքրքրվեցիք ով էր ձեր վրա կրակոց։ Այո, ես հետ եմ պատմում։ Իրան որ մեքենայից չասեցին, ես դիմավորել եմ իրան հյուրանոցում, ես բանից, հիվանդանոցում, ես ճանապարհից մենք հետ ենք եկել։ Որ ասին խփվել են, վիրավոր են Երևան են բերում, իմ հետ մարդիկ իր այդ միշտ կապի մեջ են եղել բժիշկների հետ, որոնք ասում են, որ Էդուարդ Պողոսյանը միշտ գիտակցության մեջ է։ Իրան որ մեքենայից չասին, մի հատ է կրկնեն։ Ես իրա ձեռքը բռնել, ես նույնիսկ թես ցուցմունք եմ տվել պատվարժան դատարան, սենց նույնիսկ սենց որ իրա վրա հենվել մոտիկաց հայրան ինքը գիտակցության տեղն էր, բայց սենց առույգ չէր, բայց ձեռքը շատ պինդ էր բռնում, բայց կամաց էր խոսում։ Ես որ մի մոտիկացա, ես ազնիվ ցուցմունք հետվել, այնտեղ իրանից ոգելից խմիչքի հոտ էր աղում, ինքը խմած էր։ Ես որ առաջ եկա իրան մենակ եմ հաշտվել, ինչ ա եղել, ովքեր են, ինքն ինձ ասում էր, վաղ շատ են եղել, առանց իմ անտալ ասում էր, շատ են չեմ տեսել ովքեր են։ Հարցը եղել ան ինչև է դռան մոտ եւ իրան բոքս են տանում, հետը կողքը վազելով գնալուց են եղել, որ մի բան խոսա։ Դրանից հետո իր աղբերը որ տեսել այդ հանգամանքը, որովհետեւ իր հարազատները գալի մտնում են իր մոտ, դրանից հետո տարբեր ձևով մի անգամ էլ եմ ուզեցել ճշտեմ։ Ինքը ոչ մի բան չի տեսել։ Իրանից ինչ ճշտել եմ դա։ Դա ինձ համար չէր կարող հիմք դա հանդիսաներ, որ ես ինչ-որ մեկին թեկուզ ենթադրաբար ուզենայի պատվեր տամ, ու ես դրանով չհամոզվեի նոր ինչ-որ ունեի մտադրությունը առանց ուղղակի իմանալ, իսկ չի թերթում ինչ են գրել։ Ես գիտեմ էլ թերթում ովքեր են ինչ տպում։ Ինձ համար ողի աղբյուրն եղել է Էդուարդ Պողոսյանը։ Ես թենց ցուցմունք եմ տվել այդ քրեական գործով։ Ես ուղղակի այդ քրեական գործի հետ կապված կաշկանդվածությունը, որտեղ նենց բաներ կան դե, որ ասեմ, չեմ ուզում այնտեղ խառնվեմ, շատ հետաքրքիր բաներ կա էլի այնտեղ։ Բայց այս սիտուացիայում ասում եմ, փաստական հանգամանք կա, պատվարժան դատարան, որ Էդուարդ Պողոսյանը ականատես կա, որ Էդուարդ Պողոսյանի այդ դեպքի ժամանակ ուղղակի կրակոցամիջոցով ավտոներա որ դուրս են եկել։ Որը փաստ է։ Ես չեմ իմացել հստակ Էդուարդ Պողոսյանի սպանությունը։ Վլադիմիր Դավթյանը չէր կարող իմանալ հստակ, որտեղ եթե մի բան ավելի հստակ չգիտեմ, Վլադիմիր Դավթյանը այդ ընտանիքի իրանց ընտանիքի անդամների հետ ա եղել, այդ տանն ամնացել չէր իմանալ։ Բայց բացի այդ պատվարժան դատարան Վլադիմիր Դավթյանի այս սպանության հետ կապված պատվերի հետ կապված են ասեն, որ ի սկզբանե որ իրանք Էդուարդ Պողոսյանին կամ տղաներին, որոնք մահացել են, սևացնում են, անբարոյականներ են սրանք, էլի, որտեղ մահացած մարդը չի կարող պատասխան տա, ինքը արել է այդ բանը, թե չէ, սրանք պրոստը այն կիսափողոցային ձևով են շարժում, մարդը մահացել է, ինչ ասենք, դերեն ցուցմունք տանք թքած լա, այնքան վաղագին վատություն անենք։ Եթե Էդուարդ Պողոսյանը չի Վարդան Անտոնյանի գլխին խփել, նույն սցենարն է, ընտրությունից հետո Վարդան Անտոնյան, Վարդան Փյուզյան, այս արտադրամասը իրանց ասելով աշխատողներ են։ Այս արտադրամասի աշխատողները պատվարժան դատարան, ես ճիշտ ասած սրանց դիրքորոշում ամեն չեմ այլ, ես Կամփյուզյանի ընդհանրապես չեմ ճանաչել։ Կյանքում չեմ լսել որ Կամփյուզյանի մասին մի հատ վատ բան խոսա, կամ Կամփյուզյանի ես մի մետրի վրա մի տեսած չկա։ Ոչ վտանգ ա եղել Կամփյուզյան, ոչ կար վտանգ լիներ, ոչ էլ Վարդան Փյուզյան, դրանց չեմ ճանաչել։ Իրանք ում մոտ աշխատել են, ում մոտ ծառայել են, ում մոտ աշխատել են։ Ես նրանց հետ կապված մի հատ խնդիր իրանց պապային կասեի, դրանց կասեի աշխատողներին, եթե մի հատ հարց ունեն մեկի հետ խոսել, կհանդիպեի խոսել։ Իրանց հայրիկով այդ խնդիրները կարգավորեի։ Նույնիսկ եթե թեկուզ ես իմանայի, որ Վլադիմիր Դավթյանին, ոնց որ Վլադիմիր Դավթյանը ցուցմունք ա տվել, հայրենիքներ ա տվել։ Այդ տեսեք, որ դուք որպեսզի հետագան չվերադառնանք այս հանգամանքին, ու ասում եք, որ ես չգիտեմ ով է սպանել Էդուարդ Պողոսյանին, ով է ձեր ասացից աշխատակիցները եւ Վարդան Ավագյանին։ Ասացիք, որ ես
ես մտածել եմ Էդուարդ Պողոսյան, ինքը անգիտակից վիճակում է, գիտակից վիճակում է, եղել ասել եմ, հարցրել եմ, հետաքրքրվել եմ ովքեր էին, ասել է, չգիտեմ, շատ է։ Չեմ տեսել շատ է։ Հետագայում Վարդան Փիրուզյանը ունեցել է կարգավիճակ, ճիշտ է այս գործով։ Տեղադրյալը դեր գրավել, այ դուք այդ հանգամանքի շուրջ հարցաքննվել եք, օրինակ ձեր վերաբերմունքը ինչ կարող եք ասել, հնարավոր է ինքը առնչություն ունենա, հնարավոր է ինքը կատարել։ Իհարկե, ես ցույց եմ տվել։ Ինչ եք ասել։ Ես ինչ օրինակ ձեզ ասում եմ, որ ոչ մի առնչություն ես դրան չեմ տեսել։ Ես Վարդան Փիրուզյանին չեմ ճանաչում, Վարդան Փիրուզյանը իրանից մի հատ ինչ-որ բան չի ներկայացնում, որ ասեմ օրինակ Վարդան Փիրուզյանը ինչ-որ դիրքորոշում լավ է, ի՞նչն է խնդիրը։ Ես քիպը իր դիրքորոշման համար մարդ ուղարկեմ, որ իրան առևանգ են իբրև։ Ոնք քիպը ես մարդ ուղարկեմ Վարդան Անտոնյանին պատեզդում ծեծեն իմաստը դրա որն է, ես ուզում եմ ասեմ մինչև ես գլոբալ անցնել, ես մանրամասը ցույց եմ տվել քրեական գործով, որ կոնկրետ հնարավոր չի, մենք այդ մարդկանց հետ ոչ մի խնդիր չենք ունեցել, ես կոնկրետ հստակ Նավա խնդիրը դնենք մի կողմ, որ Վարդան Փիրուզյանն է սպանել Էդուարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին։ Դրա հետ կապված հետագայում ձեր մոտ այսինքն համոզվածություն կա, որ ինքը չէ կատարել։ Համոզված եմ։ Ով է կատարել։ Ես չգիտեմ, ով է շատ են եղել, այդ դրանում եմ Այդ համոզված։ համոզվածությունը ինչի վրա է։ Որ Էդուարդ Պողոսյանի խոսքով որ մենակ չի եղել։ Զուտ մենակ։ Որ Էդուարդ Պողոսյանը չի տեսել ջան սպանողին, բայ ումից համոզել պատվաժան Բայց դատարան։ կարող էր նաև ինքը լինել, ճիշտ։ Ով կարող էր։ Վարդան Փիրուզյանը։ Պատվաժան դատարան Հետագայում ըստ այն քրեական գործի բավարար փաստական տվյալները ձեռք բերվել, որ ինքն է հենց այդ Պատվաժան դատարան այդ քրեական գործով փաստական այդ տվյալ դեպքից ըստ իրանց մեղադրանքի, որ իրանք մեղադրանքում էս հարցակնվել են, Վարդան Փիրուզյանը Հայաստանի Հանրապետություն չի դեպքից հետո փախել է ըստ իրանց։ Վարդան Փիրուզյանի այդ քրեական գործի հետ կապված ինչ փաստական հանգամանք ունի, ես տեղյակ չեմ։ Վարդան Փիրուզյանի քրեական դուք հաստատապես ասում եք ինքը չէ եւ ձեր այդ աղբյուրը այդ հայտնացին բացառապես Էդուարդ Պողոսյանի հայտարարությունն է գիտակից վիճակում որ ասեցիք մոտեցա հարցը։ Ես այդ չասեցի։ Ես այդ հանգամանքով արդյոք կարելի է շղթել դա։ Պատվաժան դες ուրիշ բան ասեցի, ասի հնարավոր է թե Վարդան Փիրուզյանը կարող է եւ ենթադրաբար ընդեղ էլ լիներ, բայց որ շատ են եղել։ Պարզելու համար եթե օրինակ ես այդքան վատ անձնավորություն եմ ուզում։ Այսինքն լավ չեն քննել, լավ չեն բարձել այդ գործով։ Պատվաժան դատարան այդ գործի աղբյուրը որ ցուցմունք հատվեք կամ այդ գործում ասում են որ Վարդան Փիրուզյանն է, այս մարդիկ են ասում։ Իրանք են մենակ։ Այս ունի անպատասխան կարգավիճակ։ Ես այդ դրանով ցույց եմ որ քաբության նոր խազապա Վարդան Փիրուզյանը հիմա ռոզից գիտակա որ Վարդան Փիրուզյանի քողի տակ մի փոքր պահել։ Կարևոր դերակատարի թաքցնեն, ես այդ եմ ասում, ես չեմ բացառում որ Վարդան Փիրուզյանն այնտեղ կարող լինի, բայց ինքը որ դերակատարել է, ես դա բացառում եմ, ես համոզված չեմ դրանով։ Որտեղ ես էլ եմ ձևում սկսել հետաքրքրվել ով դուք հետգծված ձեր խոսքը կառուցում եք ի պաշտպանություն Վարդան Փիրուզյանի, որ ինքը Էդուարդ Պողոսյանի սպանության հետ որևէ առնչություն չունի, որ Էդուարդ Պողոսյանին հարց եմ տվել, ինքը ասել է շատ էին, չեմ կարող ասել։ Ես թեն ցուցմունք եմ տվել։ Թեն ցուցմունք եմ տվել։ Հա։ Շարունակ։ Թեն ցուցմունք եմ, Վարդան, ես չեմ կարող, որտեղ Վարդան Էդուարդ Պողոսյանի վերջի հանդիպումներից մեկը ես եմ եղել։ Ես ցուցմունք եմ տվել նրա խոսքը, որ նա ասում է, որ ես ոչ մեկի չեմ տեսել։ Այն տրամաբանության պատվարժան դատարան, եթե կարողայով պետք է մեկին պատվեր տրվի, կարողայով։ Ուրեմն պետք է ես պատվեր տալ մի 20 հոգ, ում կպավ, ով ողջուն կպարզի, որ ինքն է, հիմարությունն է դա։ Երկրորդը մի բան ասեմ, ձեզ պատվարժան դատարան, որ Վարդան Փիրուզյանի հետ կապված դեպքը որ եղել է, անկախ անշուշտ դերեք տրամաբանեն մի հատ ուրիշ բան։ Վարդան Փիրուզյանի հետ կապված Կավեսկանու Փիրուզյանը Վարդան Փիրուզյանին չեմ ճանաչել, կամ Փիրուզյանի մասին, կամ Փիրուզյանի մասին ավելի ընդգրկուն տեղեկություն եմ ունեցել Վլադիմիր Դարցյանի սպանությունից հետո, ուսեմ հետաքրքրվել ովքեր են դրան։ Ընտրություն է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում, ես ոչ մի անգամ ակտիվ ոչ մի ընտրությունների չեմ մասնակցել, ոչ մեկի կյանքում չեմ սատարել, ոչ մեկի ոչ կողքին եմ եղել, ոչ մեկի ոչ ծառայողն եմ եղել, առավել ևս այս քաղաքավարի տեխնացուների նման ոչ մեկի տակ երբեք չեմ եղել։ Ունեցել եմ ուրույն կարծիքը Իրա հայր օրինակ մի հատ բան ասեմ, սրանք Աբգայլյաններ են, այս տեխնացուները Աբգայլյաններ են։ Իրանց հետ կապված ինչ խնդիր եղել է, միշտ ինձ են դիմել։ Իմ հետ կապված ինչ-որ բան եղել, իրանց որն են դիմել, որ մենք Աբգայլյան ենք, օրինակ իրանց հետ կապված սեմինար եղել, օրինակ պետք է մարդման հերը զանգել, օրինակ զանգել իրան ասեն Վահագ Աբգայլյանի անով մարդ կա իր հյուրանոցն կա ծանոթ եք Աբգայլյանը։ Մի հատ եղել է իրանք քարարտադրամաս ունեն, քարապետ եղել ինձ են զանգել, ասեն Վահագ Աբգայլյանն են նրանք էլ հնարավոր է ծանոթ են
Սենց հարաբերություն, հոր հետ հարաբերություն է, չաշետ, որ սրանց կամ այս աղբերներից մեկ հետ մանկությունում մենք շփվել ենք իրար հետ, մենք համարյա տարբերություն ունենք, մի տարի թե 2 տարի, մենք ռավեսնիկ ենք, էլի, բան չեն։ Մեր հարաբերություն ենք ունեցել։ Իրա հայրը ինձ հանդիպել է։ Ես ուզում եմ դուժե ոչ թե նոր նկարագրում եմ, որ ես ինձանից ինչ եմ ներկայացրել, բայց ես ուզում եմ ձեզ ասեմ, որ պատվարժան դատարան չեն կարա այս անձերի, որոնք օրինակ Սերժ Իվաչյունների, Խոսով Հարությունյանի գործիքներն են սահկանքներն եղել, այս գործիքների ես պրոբլեմ չեմ կարող ունենալ։ Ես եթե խնդիր ունենա իմանալ, որ Վլադիմիր Դավթյանը կամ Փյուզյանը պրոբլեմ ունի, ինքը ինձ չի ասել, որ ինքն ինձ տեղի կասել, ես կզանգեի սրանց հորը 100% մի վարքանում այդ խնդիրը կլուծվեր։ Ես ես նա դեպքեր եմ ուզում պատմեմ, որ դրանով սրանց անձը պրոստը, այս քրական գործում մենակ դու ես դատավոր։ Չեք կարծում, որ այսքան վկաներ եք, դուք եք դատականիստի դալիճում հայտարարում բոլոր դատավորներն ասում, որ պատվերի վերաբերյալ մի հատ ցույցում կա դա արդյոք մնացականա, որը փաստ է։ Բայց ձեզ որպես դատավոր, որպես արդարություն ախով, ո՞ր են սրանք, քիչ են գոնե վկա։ Այդ ինչքան Հարությունյան Վահագին մուծվել, որ դաշի վկա չեն այս գործով, պատվարժան։ Մեկը սրանց չի կանչել։ Ասի տղա ջան, բավա կապան։ Այս քաղաքապետի տեխնացուին ով ի վրա հաղորդում է տվել, որ իրանց կյանքին վտանգ է սպառնում։ Բայց սրանց մեկը կանչել ասեր, այդ տղա ջան, վաղ կապկանել ինչ խնդիր եք ունեցել, բա գալիս է դատարա։ Գալ դատարան լատենենք մենք ինչ խնդիր եք ունեցել, նրանից լավ։ Իրանց աշխատողների վերաբերյալ ցուցմունք տվող կլի թե չէ։ Մենք էլ եմ ասում, քաղաքապետի ընտրությունների ժամանակ հայրն եկել են մոտ, ասել է, որ տղես ուզում է տեխնացությունը դնի, քո դիրքորոշումն ասա։ Ես որպես այդ քաղաքում ոչ վերջի մարդ է, ես այդ քաղաքում ապրել եմ, լիքը բարեգործություններ ունեմ արած, լիքը մարդկանց օգնել եմ դպրոցների եւ այլն, գրքեր եմ հրատարակել գրքեր տարբեր տեսակի, տարբեր բանաստեղծներ եմ հավաքել, գրքեր եմ տպագրել, ակտիվ քաղաքում ապրել եմ, օգնել եմ որփատներ եւ այլն, դրա մասին չունեմ, բոլորը փաստաթղթավորված կան։ Իդ խոսացել ենք, որտեղ որ հետ մոտիկ եմ եղել, ասեմ, ցած կար որ հետ կապված կոմունիկացիա կար։ Հենա ես էլ ասեմ, որ խնդիր չեմ դնում, Կամո ջան, ու տղեն է դնում, կամ ով է դնում, ես օրինակ իմ կողմից ես չեմ դնում, էլի որ ինչ որ եթե ինձանից եկել ուզում եք ես այդ ձեր տղուն օրինակ ընտրեմ միտեղ։ Ոչ, ես չեմ մասնակցում, ես չեմ խառնվում, ընդհանրապես ես ոչ մի ընտրություններ չեմ խառնում։ Անցակ են որոշ ժամանակ, այն ժամանակ ոստիկանության պետը Ղազարյան Արամներ, տարբեր մարդկանց հետ, իմ շփման շրջանակը դրանք են, ես գետագուլավցի սաղոսների հետ չեմ շփվել իմ կյանքում, ես ենթամշակույթ կրող չեմ, ոստեղ մեկը կարող է հոգեխան գառնուքի մեջ անում, որ վաղ կարգանը ոնց է, քնի չէ մոտիկ եղել, բա ում հետ պետք է մոտիկ լինի, կարող եմ այդ տրեննգազն այդ թափնիկի, բենզինանողի հետ եմ շփվել։ Վերջում մոտիկ լինելը այլ հանգամանք է, մոտիկ լինելով հանդերձ ինչ-որ հարցեր կարգավորելը դրանք այլ հանգամանք։ Հա, իհարկե։ Դե ինչ ներկայացվել է այդ հանգամանքի լույսի ներքո։ Դրանեք անդրադառնանք, դրան ավելի եմ դրանով ես դատական նիստի մյուս դատական նիստի ժամանակ պատվարժան դատարան ներքին արտաքին դիտումներից սկսած բոլորին անդրադառնում հատիկ առ հատիկ, որը ես եմ խոսում, ես չեմ հրաժարվելու ոնց որ ասում։ Վերջում այս ինֆորմացիա գալի, որ այս մարդը, որ այս տեխնացուն որ կա, պատվարժան դատարան, այս տեխնացուն որ կա, ինչքան Ալավերդի քաղաքում բենզինանող կա, լծված են, որ այս մարդը ընտրվի։ Սրանտություններով լծված են սրանտությունների գործի։ Ոնց որ կինն ասա, որ ակտիվիստ էր իր ամուսինը, չգիտեմ խեր ուզում ասի, որ ես եմ ակտիվիստ, ես ակտիվիստ երբեք չեմ եղել, իր ակտիվիստ էր պնդում, որ իր ամուսինը ակտիվիստ է։ Ես այս հանգամանքը խոսացել եմ իրանց հոր հետ։ Ասել եմ, որ Կամո ջան, սենց, տողնել այդ տողն այդքան լավ չեմ ճանաչում։ Ես չեմ կարող, ես գտնում եմ, որ տղեն ես չի կարող ընտրությունը կանգնի քո տղու վրա, ես ընտրելու եմ այն տեխնացուին, որին քան մոտիկից այդ ժամանակ չեմ ճանաչել, պարկեշտ ուսուցիչների ընտանիքի տղա է, նորմալ, իմ ընտրությունը կանգնել է, ես ոչ մեկին ոչացնեմ, սրանք ընտրեք, ոչ դրա կարիքն է եղել մեկին ասեմ։ Ես ուղղակի իմ աշխատողներով հյուրանոցի այն ժամանակ ավտոդեսական կետաբանը իմ դիրքորոշումն եմ հայտնել, որ ես գտնում եմ, որ այս մարդն արժանի է, որովհետև այս մարդը ինտելիգենտ նորմալ ընտանիքի ինտելիգենտ տղա է, ոչ մի բանի մեջ չկա, իսկ այն կողմը այ ով է արժանի, մենք ասենք։ Ում եք ուղղորդել ձեր ընտանիքը։ Ես ոչ մեկի չեմ ուղղորդել։ Չէ՞ որ ասել եք այս մարդը արժանի է։ Այն մի տեխնացուն, ով անհասկանում։ Կարեն Փարենուզյան։ Կարեն Փարենուզյան նորմալ տղա, ես իրան ջերդե շատ մոտիկ չենք եղել, բայց ինքը ոչ մի բաների մեջ չի եղել։ Նորմալ տղա էր,
բանով ես ճիշտ ասած իրան ընտրելու հետ կապված իմ ընտանիքի անդամ, որովհետև մեր պապական տունը թաղամասում ա եղել, իր հորնումորը իմ ընտանիքի անդամները լավ են ճանաչել, խոսացել եմ իմ ընտանիքի անդամին, հայրս է իր հորը ճանաչում, նորմալ ընտանիք է տղա է եղել, իմ քվեն տվել եմ այդ տվյալ մարդու, իմ դիրքորոշումը կանգնել է դրա այդ ուղղությամբ։ Դուք որ պատվարժան դատարան արդյունացական հարց եք տալի, արդյունացական դատարանի դահլիճում ձեր աչքերին նայելով ասում են, որ շատ լարված իրավիճակ էր ընտրություններին, հիշում եք, որ պատմում էր, որ շատ լարված, ոչ մի լարվածություն չի եղել, ինքը սուտ էր խոսում։ Ինքը իր ցուցմունքում էլ է նշել, որ լարվածություն չի եղել։ Ու ինքը գիտեք ոնց է հունվարի 30-ի ցուցմունքում նշում, ցուցմունքում նշել է, որ կրված թեկնածուն շատ նեղված էր, որ վաղը չեր իրանք ընտրվելու են, լարվածությունը այդ դրանից է սկսվել։ Դա mən ուզում եմ ասել, իմ կողմից ոչ մի գործողություն, անգործություն ընդհանրապես չի եղել, որովհետև ես ուղղակի իմ դիրքորոշումն եմ արտահայտել, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ուղղորդել։ Նույնիսկ ես իմ ընտանիքի անդամներին չեմ ուղղորդել, ես ուղղակի ասել եմ, իրանց հորն եմ ուղղակի ասել, որովհետև մինչև էդես իրանց հորը ասում է, որ կարող է դետա հավել, որովհետև հորը շփում է եղել։ Իր հորը շփում է եղել։ Իր հորը միշտ ինձ հանդիպել է, միշտ եղել գնացել է, մինչև այդ վերջերն էլ ես որ Երևանում էլի գալի հանդիպում էր մի քանի անգամ, բայց տարբեր մարդկանցից տեղեկություններ էր բերում։ Ինձ միշտ ասում էր, որ իմ տղեկ ես մահափորձի հետ ոչ մի կապ չունեն, վաղ ջան կգան, մենք ուզում ենք գան, ես ասում եմ գնա։ Ինքը միշտ այդ ոնց որ կամուրջի դեր կատարում, իբրև իր տղաները, որ Հայաստանի Հանրապետությունից փախել էին այդ բանի, գնաց են, լքել են Հայաստանի Հանրապետությունը իմ կամուրջի վրա, իմ մեքենայի վրա կրակելու գործից հետո, այդ թեկնածուն ու աղբերը, որ Հայաստանից լքել են Վրաստան են գնացել, իր հայրը միշտ Վրաստան կապի մեջ էր իր հետ, ու ինձ ասում էր են բա փախել, եթե այդ մարդիկ կապ չունեն, իր հայրն էր ասում էր, որ անպայման կգան, իրանք կապ չունեն, իր հետ ուզում եմ ասեմ շփում ա եղել։ Ես էլ ուղղակի իմ դիրքորոշումն եմ հայտնել, որ ինքն էլ իր հայրն ինձ ասում էր, դե վաղ ջան, իր շրջապատեն շփվում են մեր մոտ աշխատողներ են եւ այլն, ասում եմ, բայց ես հարցնում եմ, ես բենզինանողներ են, որովհետեւ ես չեմ ճանաչում։ Դե ասում եմ, մեկն եղել է, մեկն արել է, մեկը sense այդ խոսա։ Ես էլ ասում եմ, դե ես իմ ընտրությունը կանում այն մարդու վրա, որը որ բենզինանող չի կամ բենզինանողները չի շփվում, իր ակտիվիստները բենզինիստներ չեն։ Այդքան բան։ Իսկ ընտրությունից հետո պատվարժան դատարան, երբ որ այն տեխնացուն, որին ես ընտրել եմ, ինքը հաղթել, հա։ Ես դրանից հետո տրամաբանական է, մեկի հետևից մարդ ուղարկես, որ նեղացնեն, ուղղակի դրա իմաստը չկա։ Մենք շատ ենք խորանում նրա վրա Վարդան Փիրուզյանը հասկացանք այդ սաղ հեսապացույցներով կներկայացնեմ ու ներկայացնում են հիմա։ Բայց այն որ դրա հիմքը իմաստը չի եղել պատվարժան դատարան, ում հետապնդես, ինչի համար հետապնդես, պատճառահետևանքային կապը որն է, հետապնդես մի մարդու հետապնդես, որը որ non name sense ոնց ասեմ, չգիտեմ ով է, ում հետապնդեմ։ Եթե ես մի հատ խնդրեմ, քաղաքավետ տեխնացու հետ իմ խնդիրը կլուծեի իր հորով։ Իր հայրիկին կասեի, կամոջան, դու տղային ասա, այս խնդիրը կա կամ այս խնդիրը չկա։ Ոնց որ դրանից առաջ օրինակ եղել է մի հատ ձևի պատմություն, շատ մի 2 տարի առաջ։ Որ մի հատ խնդիր կար, որ իր տղայի հետ կապված բան կար օրինակ խոսալ, իր մայրն է ինձ զանգել, ասա վաղ ջան, տղաս մի քիչ անշնորհքություն արել, խնդրում եմ, էլի ուզում հանդիպի կարած գազնաշտուն, գնացել եմ իրան ստուն, իրան ստանում էլ եղություն է խնդրել, ինչ-որ նա թեթև ինցիդենտ էր մի հատ առեթի ժամանակ։ Իր մաման ու պապաներն են այդ կապի մեջ եղել, պատվարժան դատարան։ Ես նրա հետ քիչ անա այդ խնդիր չունեմ, նա դե նրա աշխատողի հետ պետք է խնդիր ունենա։ Իմ ամբողջ ասած իմաստը, նրանց հետ կապված ես խնդիր չեմ ունեցել։ Պրիտոմ ընտրությունից հետո երբ որ հաղթել է այն տեխնացուն, որին ես եմ ընտրել, կամ ոնց որ իրանք են ասում վաղն է սատարել, դրանից հետո իմաստազրկվում ամեն ինչ պատվարժան դատարան եւ լկտի ու չհիմնավորված է, ոչ մի ապացույց չունեմ, որ վաղ կապ։ Ես էլ եմ ասում, ես այն քերական գործով ցուցմունք եմ տվել։ Ցուցմունք եմ տվել, ես իմ ցուցմունքները պնդում եմ, որ այդ քերական գործում տվել են Վարդան Փիրուզյանն եղել է նոր հասկացության ու Վարդան Փիրուզյանի սպանության մասին առաջ Էդուարդ Պողոսյանից լավելով պիտի ինձ ասեր։ Պրիտոմ որ հիմա ապացուցվեց, որ ես առաջ անգամ եմ լսում, որ Էդուարդ Պողոսյանի եղբայրն է նույնն ասել, որովհետև Էդուարդ Պողոսյանի սպանության մասին մենք ոչ մի բան չենք իմացել ով է կատարել կամ ինչ է կատարել։ Եթե հնարավոր է պատվարժան դատարան հիմա կիսատուան մյուս դատին ասելիքը շատ է որ շարունակեմ։ Լավ, ձեր ցուցմունքը կշարունակեք հաջորդ դատական նիստին, դատարանը ժամը 16:00-ի դատական նիստի կողմեն ամբողջ ներկայացել է։ Հատանցումները այսքան շարունակենք։
Ես հիշվատարող չել եմ պատմաժանատան։ Մենք այսպես թե այնպես կողմերը